Հիշողություններով լի գյուղական տանը մի ծեր կին իր պատմությունը պահում է փոքրիկ փայտե տուփի մեջ։ Սակայն որդու շքեղ բնակարան տեղափոխվելիս հայտնաբերում է, որ այնտեղ տեղ չկա անցյալի համար, ոչ էլ իր համար։ Այն, ինչ սկսվում է որպես հոգատարության դրսևորում, վերածվում է լուռ մղձավանջի։ Եթե այս պատմությունը հետաքրքրեց ձեզ, մի մոռացեք բաժանորդագրվել մեր ալիքին, ասեք, թե որ քաղաքից եք մեզ դիտում, մենք շարունակում ենք։ Խոստանում եմ, որ սա լինելու է լավագույն պատմությունը, որ երբեք կլսեք ձեր կյանքում։ Բլրի գագաթին կառուցված կավից տունը թվում էր, թե բնապատկերի մի մասն է, կարծես ծնվել էր այնտեղ շրջապատող հարյուրամյա ծառերի հետ միասին։ Դա պարզ կառույց էր, հաստ պատերով, նեղ պատուհաններով, բայց իր մեջ պահում էր ավելի քան 40 տարվա պատմություն։ Տիրուհի Հեղինեն ամեն օր արթնանում էր արածակից առաջ, երբ երկինքը դեռ ուներ այն մուգ կապույտ երանգը, աստղերով ցրված, որոնք համառորեն շողում էին մինչ վերջին վայրկյանը։ Նա սիրում էր այդ լուռ պահը, երբ աշխարհը դեռ քնած էր, նա կարող էր լսել միայն հեռվից աղ։ Աղաղների կանչը մեղմ քամին, որն իջնում էր Դիլիջանի լեռներից, Հայաստանի գյուղական փոքրիկ քաղաքից, որտեղ նա կառուցել էր իր ողջ կյանքը։ Մայիսյան այդ առավոտյան ցուրտը կտրում էր մաշկը, իսկ մառախուղը ծածկում էր հովիտը սպիտակ ու առեղծվածային սավանի պես։ Տիրուհի Հեղինեն իր գործած շալը դրեց ուսերին, այն նույնը, որը նա հյուսել էր ձմեռային երեկոներին ամուսնու կողքին, երբ Հովսեփը դեռ կենդանի էր, նրանք կիսում էին ոչ միայն տունը, այլ յուրաքանչյուր երազանք, յուրաքանչյուր մտահոգություն, յուրաքանչյուր ուրախություն։ 5 տարի էր անցել նրա մահից, թողնելով դատարկություն, որը նա սովորել էր կրել արժանապատվորեն, բայց երբեք չմոռանալով։ Հովսեփի հիշատակը տան յուրաքանչյուր անկյունում էր, խոհանոցի դռան ճռճռոցում, որը նա երբեք չէր վերանորոգել, փայտե նստարանին, որը նա ստեղծել էր իր ձեռքերով, հյուրասենյակի պատին կախված գունաթափված լուսանկարում, որտեղ նրանք երկուսն էլ հայտնվել էին իրենց հարսանիքի օրը, երիտասարդ ու հույսերով լի։ Տիրուհի Հեղինեն վառեց փայտի վառարանը, թեյնիկը դրեց եռալու։ Ծխի սուրճի հոտը շուտո։ Վլցրեց փոքրիկ, բայց հարմարավետ խոհանոցը, իր ապակյա տարաներով լի դարակներով, որոնք պարունակում էին համեմունքներ, բակից հավաքած խոտաբույսեր, մթերքներ, որոնք նա ինքն էր պատրաստում։ Մինչ սպասում էր ջրի եռալուն, նրա հայացքը դարձավ դեպի պահարանի վերում պահվող փայտե տուփը։ Դա պարզ, բայց թանկարժեք տուփ էր, մայրու փայտից պատրաստված զարդարված նուրբ փորագրություններով, որոնք Հովսեփը փորագրել էր որպես ծննդյան նվեր տասնամյակներ առաջ։ Դրա մեջ տիրուհի Հեղինեն պահում էր այն ամենը, ինչ ուներ ամենաթանկը, ժամանակից դեղնած լուսանկարներ, խնամքով գրված սիրային նամակներ, իր որդի Հրաչի մանկական կոշիկը, մազակապեր, պահված գրություններ, Հովսեփի ամուսնական մատանին, իր մորը պատկանող ասեղնագործ թաշկինակը, շատ այլ փոքրիկ մասունքներ, որոնք պատմում էին մի ողջ կյանքի պատմությունը։ Նրան պետք չէր ամեն օր բացել տուփը, դրա ներկայությունը զգալու համար։ Իմանալը, որ այն այնտեղ է, պահված ու պաշտպանված, արդեն բավարար էր նրան մխիթարելու համար։ Այդ տուփը նրա ինքնությունն էր, նրա ապացույցը, որ այդ ամենը իրական էր եղել, որն ասիրել էր, սիրված էր եղել, որ նա որդի էր մեծացրել միայնակ Հովսեփի մահից հետո, որ նա քաջությամբ դիմակայել էր դժվարություններին, արժանապատիվ կյանք էր կառուցել նույնիսկ առանց շքեղության կամ հարմարությունների։ Այդ տուփի մեջի յուրաքանչյուր առարկա նրա հոգու մի կտորն էր, նա դրանք պաշտպանում էր այնպես, ինչպես պաշտպանում է սեփական սիրտը։ Տիրուհի Հեղինեն դանդաղ խմեց իր սուրճը, նստած խոհանոցի փայտե սեղանին, պատուհանից դիտելով, թե ինչպես է առը սկսում ելալ լեռների հետից։ Առավոտյան ոսկեգույն լույսը լուսավորում էր բակի բանջարեղենը, ազատորեն կծահարող հավերին հին թթի ծառը, որը Հովսեփը տնկել էր, երբ Հրաչը երեխա էր։ Նա ժպտաց, հիշելով տղային, որը վազվզում էր բակում, բարձրանում ծառը, վերադառնում մանուշակագույն բերանով, քաղցր պտուղներ ուտելուց։ Հրաչը միշտ խելացի էր, նվիրված, երազող։ Դժվարությամբ էր սովորել գյուղի դպրոցում, ամեն օր ավտոբուսով գնում էր Հարան քաղաք, դասերը կատարում էր ջրագի լույսի տակ, երբ էլեկտրաէներգիա չկար։ Տիրուհի Հեղինեն քրտնաջան աշխատում էր, որպեսզի որդին հնարավորություններ ունենա, որոնք ինքը երբեք չուներ, կարում էր, քաղցրավենիք էր վաճառում, մաքրում էր շրջանի տները։ Ամեն ինչ անում էր, որպեսզի Հրաչը ավելի լավ ապագա ունենա։ Եվ նա հասավ դրան։ Ավարտեց կառավարման բաժինը, տեղափոխվեց Երևան, լավ աշխատանք գտավ մեծ ընկերությունում, ապա բացեց իր սեփական բիզնեսը։ Տիրուհի Հեղինեն հպարտ էր իր որդով, անսահման հպարտություն, որը ցավ էր պատճառում կրծքին, այնքան ուժեղ էր։ Բայց հպարտության հետ մեկտեղ գալիս էր լուռ կարոտը, այն, որը նա երբեք չէր հիշատակում նրանից ստացվող արագ ու հազվադեպ զանգերի ժամանակ։ Հրաչը զբաղված էր, նա հասկանում էր։
Մեծ քաղաքի կյանքը շտապողական էր, լի պարտավորություններով ու պատասխանատվություններով։ Նա զանգում էր ամիսը մեկ, երբեմն 2 անգամ, հարցնում էր, թե ինչպես է, արդյոք ինչ-որ բանի կարիք ունի, փող էր ուղարկում ծախսերի համար։ Տիրուհի Հեղինեն միշտ ասում էր, որ լավ է, որ ոչ մի բանի կարիք չունի, որ նա չանհանգստանա։ Երբեք չէր պատմում այն գիշերների մասին, երբ տան լռությունը չափազանց ծանր էր թվում, կամ այն մասին, թե ինչպես էր բացում հիշողությունների արկղ։ Մեղմորեն լացում, նայելով այն տղայի լուսանկարներին, որն այժմ հեռավոր մարդ էր։ Նա ավարտեց սուրճը լված բաժակը լվացարանում, խոհանոցը կարգի բերեց մանրակրկիտությամբ, ինչպես այն մարդը, ով շատ ժամանակ ունի, սիրում է ամեն ինչ իր տեղում։ Մտածում էր բույսերը ջրելու մասին, երբ հեռախոսը զանգեց։ Հին, սկավառակային հեռախոսը կախված էր հյուրասենյակի պատից։ Տիրուհի Հեղինեն չորացրեց ձեռքերը, գոգնոցով պատասխանեց իր միշտ ունեցած մեղմ ձայնով. Ալո, մամ։ Սա Հրաչն է։ Որդու ձայնը տարբեր էր, ավելի խառնված, քան սովորաբար։ Տիրուհի Հեղինեն զգաց, թե ինչպես է սիրտը արագանում, մոր այն բնազդային վախը, որը միշտ վատագույնն է պատկերացնում։ Որդիս, ինչ լավ է լսել քեզ։ Ամեն ինչ լավ է։ Այո, մամ։ Ամեն ինչ հիանալի է։ Ես պետք է ձեզ հետ մի կարևոր բանի մասին խոսեմ։ Տիրուհի Հեղինեն նստեց հյուրասենյակի ճոճվող աթոռին, ամուր բռնելով հեռախոսը։ Հրաչի ձայնի տոնը տարօրինակ էր, խառնելով ոգորությունը մի բանի հետ, որը նա չէր կարողանում վերծանել։ Կարող ես խոսել, որդիս։ Ես լսում եմ։ Մամ, ես շատ եմ մտածել վերջին ժամանակ։ Ներս։ Դուք միայնակ եք այնտեղ, գյուղում, այն հին տանը, ամեն ինչից բոլորից հեռու։ Ես անհանգստանում եմ։ Իսկ եթե ձեր վիճակը վատանա։ Իսկ եթե ինչ-որ բանի կարիք ունենաք։ Արդար չէ, որ դուք այդպես լքված մնաք։ Ես լքված չեմ, Հրաչ։ Ես ունեմ իմ հարաններին, ունեմ տիրուհի Լուսինին, որը մոտակայքում է ապրում, ունեմ իմ բույսերը, իմ հավերը։ Գիտեմ, մամ, բայց դա նույնը չէ։ Դուք արժանի եք ավելի շատ հարմարավետության, ավելի լավ խնամքի։ Դրա համար ես որոշեցի։ Ես ուզում եմ, որ դուք գաք ապրելու ինձ հետ այստեղ երանում։ Խոսքերը տիրուհի Հեղինեի վրա ընկան սառը ջրի դույլի պես։ Նա մի քանի վայրկյան լռեց, մտածելով այն մասին, ինչ հենց նոր լսել էր։ Ապրել քեզ հետ։ Հենց այդպես, մամ։ Ապրել այստեղ մեզ հետ, ես Պարանձեմը։ Մենք ունենք մեծ բնակարան 3 սենյակով, մի սենյակ կլինի միայն ձեր համար, սեփական լոգարանով, գեղեցիկ տեսարանով։ Դուք կունենաք այն ամենը, ինչ ձեզ պետք է, մոտ բժիշկ, դեղատուն անկյունում, սուպերմարկետ, ամեն ինչ ավելի հեշտ։ Ոչ մի բանի մասին չպետք է անհանգստանաք։ Ես ձեզ լավ կխնամեմ։ Տիրուհի Հեղինեն կոկորդում մի հանգույց զգաց։ Առաջարկը արվել էր սիրով, նա գիտեր, բայց ինչ-որ բան իր ներսում ապստամբում էր այդ տունը, իրենը եղած հողի այդ կտորը, իր կառուցած այդ պարզ կյանքը թողնելու մտքի դեմ։ Նախքան նա կարողացավ պատասխանել, հեռախոսի գծում մեկ այլ ձայն լսվեց։ Դա Պարանձեմն էր, Հրաչի կինը, այն իր քաղաքավարի վերահսկվող ձայնով, որը նա միշտ օգտագործում էր հազվադեպ հեռախոսազրույցների ժամանակ։ Տիրուհի Հեղինե, ես Պարանձեմն եմ։ Ինչ լավ է, որ կարող եմ խոսել ձեզ հետ։ Տեսեք, Հրաչը բացարձակապես ճիշտ է։ Շատ ավելի լավ կլիներ բոլորի համար, որ դուք գայիք ապրելու մեզ հետ։ Այստեղ դուք կունենաք ամբողջ հարմարավետությունը, չպետք է անհանգստանաք գյուղի այդ ծանր աշխատանքների համար, միայնակ չեք մնա։ Եվ մեզ համար էլ ավելի հանգիստ կլինի, որովհետև այդպես մենք կարող ենք ձեզ մոտիկից խնամել։ Ի վերջո, այս տարիքում հատուկ խնամք է պետք, այնպես չէ՞։ Պարանձեմի ձայնը քաղաքավարի էր, բայց դրանում կար ինչ-որ բան, որը անհանգստացրեց տիրուհի Հեղինեին։ Քաղաքավարության քողի տակ թաքնված սառնություն, մի համառություն, որն ավելի շատ պարտադրանք էր թվում, քան հրավեր։ Նա երբեք իրեն լիովին հարմարավետ չէր զգացել Հարսի հետ։ Պարանձեմը գեղեցիկ էր, էլեգանտ, միշտ անթերի հագնված այն հազվադեպ դեպքերում, երբ նրանք հանդիպել էին, բայց նրանց միջ մի հեռավորություն կար, որը երբեք չհաղթահարվեց։ Տիրուհի Հեղինեն միշտ զգում էր, որ Պարանձեմը իրեն համարում է ցածր, գյուղից մի կին, առանց պաշտոնական կրթության, առանց մեծ քաղաքի նրբագեղ վարքի։ Ես չգիտեմ, որդիս, նա սկսեց, փորձելով ժամանակ շահել։ Իս տունն իմ ողջ կյանքն է։ Քո հայրը կառուցել է այն իր ձեռքերով։
Ամեն անկյուն հիշողություն ունի։ Հենց այդ պատճառով, մամ, հրաչը ընդհատեց. Տունը հին է, վերանորոգման կարիք ունի, որը դուք միայնակ չեք կարող անել։ Իսկ եթե ինչ-որ բան պատահի, ես հանգիստ չէի լինի, իմանալով, որ դուք այնտեղ եք, մեկուսացված։ Խնդրում եմ, մամ, դա արեք ինձ համար։ Եկեք ապրելու մեզ հետ։ Գիտեմ, որ դժվար է թողնել ամեն ինչ, բայց երբեմն պետք է մեկ քայլ առաջ անել։ Դուք արժանի եք ավելի լավ ապրելու։ Տիրուհի Հեղինեն փակեց աչքերը։ Նա լսում էր որդու ձայնի աղաչանքը, սերը, որը դեռ կար այնտեղ, նույնիսկ հեռավորության պայմաններում։ Եվ նա լսում էր պարանձեմի հաշվարկված ձայնը հետին պլանում, որը համաձայնում էր ամեն ինչի հետ, ամրապնդում էր յուրաքանչյուր փաստարկ։ Նա մտածում էր ցուրտ գիշերների միայնության մասին, մեջքի ցավերի մասին, որոնք հայտնվում էին փայտ տանելուց հետո, բլուրը բարձրանալու դժվարության մասին, երբ անձր էր գալիս։ Նա մտածում էր որդու մոտ լինելու, նրան ամեն օր տեսնելու, գուցե կորցրած ժամանակից ինչ-որ բան վերականգնելու մասին։ Լավ, նա վերջապես ասաց, ձայնը խեղդված։ Ես կգնամ։ Հեռախոսի մյուս կողմից հրաչը նշեց անկեղծ ոգորությամբ։ Պարանձեմը քաղաքավարի, բայց հեռավոր ինչ-որ բան մրմնջաց։ Նրանք պայմանավորվեցին, որ հրաչը կգա նրան տանելու հաջորդ հանգստյան օրերին։ Երբ նա անջատեց հեռախոսը, տիրուհի Հեղինեն երկար ժամանակ նստած մնաց ճոճվող աթոռին, նայելով հյուրասենյակին, որը անգիր գիտեր, կահույքին, որը ուղեկցել էր նրա ողջ կյանքը, Հովսեփի լուսանկարին, որը կարծես դիտում էր նրան պատից։ Արդյոք ես ճիշտ եմ անում, Հովսեփ, նա շշնջաց դիմանկարին։ Արդյոք ես իսկապես պետք է թողնեմ այս ամենը։ Բայց Հովսեփը չպատասխանեց։ Միայն տան լռությունը, ծանր ու խորը, արձագանքեց նրան։ Հաջորդ օրերը տարօրինակ էին ու ցավոտ։ Տիրուհի Հեղինեն դանդաղ սկսեց հավաքել իրերը, ինչպես այն մարդը, ով չի ուզում, որ ժամանակն անցնի։ Առանձնացրեց մի քանի հագուստ, քիչ, քանի որ գիտեր, որ շատ բանի կարիք չի ունենա։ Անձնական իրերը դրեց փոքրիկ ճամպրուկի մեջ, բայց յուրաքանչյուր իր, որը դնում էր ներսում, զգում էր, կարծես իրենից մի կտոր էր կտրում։ Հիշողությունների տուփը վերջին բանն էր, որ վերցրեց։ Զգուշությամբ բռնեց այն ձեռքերի մեջ, ինչպես սուրբ բան բռնողը, զգուշորեն դրեց ճամպրուկի հատակին։ Ուր էլ որ գնար, այդ տուփը կգնար նրա հետ։ Դա այն ամենն էր, ինչ նա ուներ, այն ամենը, ինչ նա էր։ Շաբաթ առավոտյան հրաչը եկավ մեծ ու փայլուն մեքենայով։ Նա իջավ, գրելով մուգ ակնոցներ թանկարժեք հագուստ, բայց երբ գրկեց մորը, տիրուհի Հեղինեն զգաց, որ այնտեղ դեռ կա այն տղան, որին ինքը մեծացրել էր։ Նա կարոտով շրջեց տանը, դիպչելով պատերին, նայելով այն սենյակի պատուհանից, որտեղ քնել էր իր ամբողջ մանկությունը։ Այս տունը լի է լավ հիշողություններով, չէ՞ մամ։ Այո, որդիս։ Լի է հիշողություններով։ Պարանձեմը չէր եկել։ Հրաչը բացատրեց, որ նա մնացել է Երանում, սենյակը դասավորելով իր մայրիկի համար։ Տիրուհի Հեղինեն տարօրինակ համարեց դա, բայց ոչինչ չասաց։ Օգնեց որդուն ճամպրուկը դնել բեռնաղցիկում, փակեց տան դուռը հին ու ժանգոտ բանալիով նստեց մեքենան։ Մինչ նրանք իջնում էին բլրից, տունը մնում էր հետում, նա շրջվեց վերջին անգամ նայելու։ Կավից կառույցը ավելի փոքր, ավելի փխր։ Ուն էր թվում, կարծես գիտեր, որ լքվում է։ Ճանապարհը մինչ Երան տեց 4 ժամ։ Հրաչը կենտրոնացած էր վարում, մեկնաբանելով աշխատանքի, ընկերության պլանների, քաղաքի փոփոխությունների մասին։ Տիրուհի Հեղինեն լուռ լսում էր, պատուհանից դիտելով բնապատկերները, որոնք փոխվում էին, երբ նրանք մոտենում էին մայրաքաղաքին։ Լեռների կանաչը տեղի տվեց հարթավայրերին, ապա գործարաններին, պահեստներին, շենքերին, որոնք ավելի ու ավելի բարձր ու բազմաթիվ էին դառնում։ Երբ նրանք մտան Երան, տիրուհի Հեղինեն իրեն խեղդված զգաց։ Մեքենաներ ամենուր, ազդանշաններ, վազող մարդիկ, հսկա գովազդային վահանակներ, երկնաքերեր, որոնք արգելափակում էին երկինքը։ Ամեն ինչ աղմուկ էր, շարժում, շտապողականություն։ Նա պայուսակը սեղմեց կրծքին խորը շունչ քաշեց, փորձելով վերահսկել աճող անհանգստությունը։ Բնակարանը գտնվում էր կենտրոնի շքեղ թաղամասում, ապակե պողպատե ժամանակակից շենքում, լի անվտանգության աշխատակիցներով, տեսախցիկներով։ Հրաչը դռնապանին անունով ողջունեց, վերցրեց մոր ճամպրուկը, նրան առաջնորդեց դեպի վերելակը։ Նրանք բարձրացան 12-րդ հարկ։ Երբ բնակարանի դուռը բացվեց, տիրուհի Հեղինեն զգաց, կարծես մեկ այլ աշխարհ էր մտել։ Ամեն ինչ սպիտակ էր, մոխրագույն
Ուղիղ գծեր, մինիմալիստական կահույք, ճենապակե հատակ, այնքան փայլուն, որ արտացոլում էր առաստաղի լույսերը։ Ոչ մի իր տեղից դուրս չէր, ոչ մի բույս չկար, որ կյանք հաղորդեր միջավայրին, ոչ մի բան չկար, որ հիշեցներ իրական տուն։ Այն կարծես դեկորացիայի ամսագիր լիներ, սառը անձնական։ Պարանձեմը հայտնվեց խոհանոցից, հագնած նեղ զգեստ բարձրակրունկներ, հարթ ու անթերի մազեր, կատարյալ դիմահարդարում։ Նա քաղաքավարի ժպտաց, բայց ժպիտը չհասավ աչքերին։ Տիրուհի Հեղին է, ինչ լավ է, որ հասակ։ Հուսով եմ, լավ ճանապարհորդություն եք ունեցել։ Լավ էր, այո, շնորհակալություն։ Եկեք, ես ձեզ ցույց կտամ ձեր սենյակը։ Պարանձեմը նրան տարավ միջանցքով դեպի փոքր, բայց լավ դասավորված սենյակ, մեկտեղանոց մահճակալով, ներկառուցված պահարանով, պատուհանով, որից այլ շենքեր էին երում։ Ամեն ինչ շատ մաքուր էր, շատ կազմակերպված, բայց լիովին անհոգի։ Տիրուհի Հեղինեն ճամպրուկը դրեց հատակին, շուրջը նայեց, կր ցքին ճնշում զգալով։ Այստեղ դուք ունեք այն ամենը, ինչ ձեզ պետք է, Պարանձեմը շարունակեց։ Միայն ձեր լոգարանը, բավարար տարածքով պահարան։ Ահա, տան կանոնները պարզ են։ Երեկոյան 10-ից հետո աղմուկ չենք անում, մաքրուհին գալիս է երեքշաբթի, հինգշաբթի, ուստի այդ օրերին ավելի լավ է մնալ սենյակում, որպեսզի չխանգարեք։ Ճաշերը ֆիքսված ժամերին են, նախաճաշը 7-ին, ճաշը կեսօրին, ընթրիքը երեկոյան 7-ին։ Եթե դուք ուզում եք ուտել այդ ժամերից դուրս, խնդրում եմ, նախապես տեղեկացրեք, որպեսզի ես կարողանամ կազմակերպվել։ Եվ, իհարկե, եթե ինչ-որ բանի կարիք ունենաք, պարզապես զանգահարեք ինձ։ Ձայնը քաղաքավարի էր, բայց ամուր։ Դա հրավեր չէր, այլ կանոնակարգ։ Տիրուհի Հեղինեն պարզապես գլխով արեց, իրեն ավելի ու ավելի փոքր զգալով այդ հսկայական ու սառը միջավայրում։ Հրաչը մտավ սենյակ, տանելով ճամպրուկը դրեց այն մահճակալի վրա։ Մամ, դուք կտեսնեք, որ շատ արագ կհարմարվեք։ Լավ կլինի բոլորս միասին լինելը։ Մյուս օրը ես կվերադառնամ աշխատանքի, բայց հանգստյան օրերին մենք ավելի շատ ժամանակ կանցկացնենք միասին, լավ։ Լավ, որդիս։ Նա համբուրեց նրա ճակատը, դուրս եկավ սենյակից Պարանձեմի հետ, նրան թողնելով մենակ։ Տիրուհի Հեղինեն նստեց մահճակալի եզրին, նայեց պատուհանից։ Դրսում երկինքը ամպամած էր, մոխրագույն, ինչպես քաղաքի մնացած մասը։ Չկային լեռներ, չկային ծառեր, չկային թռչունների կանչեր։ Միայն ներքի երթեկության խուլ ու մշտական աղմուկը, մի ձայն, որը երբեք չէր դադարում, որը կարծես մտնում էր ծակոտիներով լցնում բոլոր դատարկ տարածությունները։ Նա դանդաղ բացեց ճամպրուկը, հանեց հիշողությունների տուփը։ Սեղմեց այն կրծքին, փակեց աչքերը, զգալով մայրու հոտը, որը դեռ մնում էր փայտի մեջ։ Այդ տուփը նրա միակ կտոր տունն էր այդ տարօրինակ վայրում։ Զգուշությամբ բացեց այն մատներով, շոշափեց լուսանկարները, նամակները, իրերը, որոնք այդքան լավ գիտեր։ Դրանցից յուրաքանչյուրը նրան հետ էր տանում Դիլիջան, բլրի գագաթին գտնվող տուն, այն օրերը, երբ Հովսեփը կենդանի էր, Հրաչը երեխա էր։ Մի արցունք հոսեց նրա կնճռոտված դեմքից, բայց նա արագ չորացրեց այն։ Չէր կարող լացել։ Պետք է ուժեղ լիներ։ Պետք է հավատար, որ ճիշտ բան էր անում, որ որդու մոտ լինելն էր կարևորը։ Նա տուփը նորից դրեց ճամպրուկի մեջ, այն դրեց պահարանում, վերում, որտեղ անվտանգ կլիներ։ Ապա պառկեց նեղ մահճակալին, նայեց սպիտակ առաստաղին, այնքա։ Տարբեր իր տան փայտե առաստաղից, որտեղ նա սովոր էր հաշվել հեծանները, սպասելով քնի գալուն։ Երանում անցկացրած այդ առաջին գիշերը տիրուհի Հեղինեն չկարողացավ քնել։ Նա արթուն մնաց, լսելով քաղաքի տարօրինակ ձայները, զգալով լռության ծանրությունը այդ անթերի բնակարանում, ամբողջ ուժով ցանկանալով վերադառնալ իր տուն։ Բայց արդեն ուշ էր։ Նա ընտրություն էր կատարել, հիմա պետք է ապրեր դրանով։ Այն, ինչ նա դեռ չգիտեր, այն էր, որ այդ որոշումը նրան կտաներ շատ ավելի դժվար ցավոտ ճանապարհներով, քան երբեք կարող էր պատկերացնել։ Այն կյանքը, որը նա ճանաչում էր, մնացել էր հետում։ Այն, ինչ սպասում էր նրան առջում, մի մարտահրավեր էր, որը կփորձարկեր ոչ միայն նրա ուժը, այլ նրա սեփական գոյատելու կարողությունը մի աշխարհում, որտեղ նա չէր պատկանում։ Երբ արի առաջին ճառագայթները մտան սենյակի պատուհանից, տիրուհի Հեղինեն արթնացավ, դեռ շփոթված, թե որտեղ է գտնվում։ Կարճ ժամանակով նրա մարմինը ավտոմատ կերպով փնտրեց աքաղաղների ծանոթ կանչը թաց հողի հոտը, որը սովորաբար մտնում էր իր տան պատուհանից Դիլիջանում։ Բայց այն, ինչ
Նա գտավ բնակարանի ծանր լռությունն էր, որն ընդհատվում էր միայն ներքի պողոտայի մեքենաների հեռավոր աղմուկով։ Նա դանդաղ վեր կացավ, մեջքի ցավ զգալով այդ անծանոթ մահճակալում անքուն գիշերից հետո մոտեցավ պատուհանին։ Դրսում երկինքը պարզ էր, բայց հորիզոնտ չկար, միայն շենքեր ու էլի շենքեր, բետոնե անտառ, որը կարծես վերջ չուներ։ Նա նայեց պատի ժամացույցին։ Առավոտյան ժամը 6:30 էր։ Նա միշտ շուտ էր արթնանում իր ողջ կյանքում, մարմինն արդեն ուներ այդ բնական ռիթմը։ Հագավ իր տնից բերած պարզ խալաթը, զգուշությամբ բացեց սենյակի դուռը, փորձելով աղմուկ չանել։ Բնակարանում բացարձակ լռություն էր։ Նա ոտաբոբիկ քայլեց սառը հատակով միջանցքով դեպի խոհանոց, մտածելով սուրճ պատրաստելու մասին, անելու մի բան, որը նրան կվերամիացներ իր առօրյային։ Խոհանոցը հսկայական է ժամանակակից, ամբողջովին չժանգոտվող պողպատից սպիտակ մարմարից, կենցաղային տեխնիկայով, որը նա երբեք չէր տեսել իր կյանքում։ Նա կանգնած մնաց մուտքի մոտ, չիմանալով, թե որտեղից սկսի։ Աչքերով փնտրեց թեյնիկը, բայց կար միայն բազմաթիվ կոճակներով բարդ էլեկտրական սրճեփ։ Նա դանդաղ մոտեցավ, փորձելով հասկանալ, թե ինչպես է այն աշխատում, երբ հետից կտրուկ ձայն լսվեց։ Տիրուհի Հեղին է, դուք արդեն արթուն եք։ Նա սարսափած շրջվեց, տեսավ Պարանձեմին, կանգնած խոհանոցի դռան մոտ, հագնած մետաքսե խալաթ, դեմքը դեռ քնից կնճռոտված։ Ձայնի տոնը բարի առավոտ չէր, այլ հանդիմանություն։ Բարի առավոտ, Պարանձեմ։ Ներեցեք, եթե թնացրեցի ձեզ։ Ես պարզապես ուզում էի մի փոքր սուրճ պատրաստել։ Պարանձեմը վճռական քայլերով մտավ խոհանոց, ուղիղ գնաց սրճեփի մոտ։ Դուք պետք չէ սուրճ պատրաստեք, տիրուհի Հեղին է։ Ես կզբաղվեմ դրանով։ Բացի այդ, այս մեքենան ներմուծված է, հսկայական գումար արժե, ոչ բոլորն են կարողանում օգտագործել։ Եվ մեկ այլ բան, այստեղ Երանում մենք ունենք ժամեր։ Նախաճաշը մատուցվում է ժամը 7-ին, ինչպես երեկ բացատրեցի։ Ժամից դուրս իրերին դիպչել չի կարելի։ Դա խախտում է տան ամբողջ առօրյան։ Խոսքերը տիրուհի Հեղինեի վրա ընկան սառը ցնցուղի պես։ Նա զգաց, թե ինչպես են իր այտերը կարմրում ամոթից շփոթությունից։ Ներեցեք։ Ես չգիտեի։ Իմ տանը ես միշտ շատ վաղ էի սուրճ պատրաստում։ Դե, բայց այստեղ ձեր տունը չէ, Պարանձեմը կեղծ ժպիտով պատասխանեց։ Այստեղ իմ տունն է, ունի կանոններ։ Դուք կհարմարվեք։ Խնդրում եմ, վերադարձեք սենյակ, սպասեք մինչ 7-ը։ Ես ձեզ կկանչեմ, երբ սուրճը պատրաստ լինի։ Տիրուհի Հեղինեն խոնարհեց գլուխը, վերադարձավ սենյակ, իրեն փոքր տեղից դուրս զգալով։ Նա փակեց դուռը, իր հետից նստեց մահճակալի եզրին, Եռքերը թեթակի դողում էին։ Դա ընդամենը առաջին օրն էր, նա արդեն իրեն զգում էր որպես ներխուժող, որպես մեկը, ով իրավունք չուներ այնտեղ լինելու։ Նա մտածեց Հրաչի մասին, որը դեռ քնած էր հարան սենյակում, մտածեց, արդյոք նա գիտեր, թե ինչպես է իր կինը վերաբերվում մարդկանց։ Կամ գուցե նա չգիտեր։ Գուցե Պարանձեմը տարբեր էր, երբ նա մոտ էր։ Ժամը 7-ին հենց դռան չոր թակոցը նրան մտքերից հանեց։ Տիրուհի Հեղին է, սուրճը մատուցված է։ Նա բացեց դուռը, հետեց Պարանձեմին մինչ ճաշասենյակ, որտեղ Հրաչն արդեն նստած էր սեղանին, բջջայինով լուրեր կարդալով։ Նա ժպտաց, տեսնելով մորը։ Բարի առավոտ, մամ։ Լավ եք քնել։ Այո, որդիս, նա ստեց, չցանկանալով անհանգստացնել նրան։ Սեղանը կատարյալ դասավորված էր։ Անթերի սպիտակ սփռոց, ճենապակյա սպասք, ֆրանսիական հացեր, սառը կտրվածքներ, կատարյալ կտրված մրգեր, բնական հյութեր։ Ամեն ինչ շատ գեղեցիկ էր, բայց անհոգի։ Տիրուհի Հեղինեն լուռ նստեց, մի քիչ սուրճ կաթով լցրեց իրեն։ Պարանձեմը նստեց ամուսնու կողքին, սկսեց խոսել օրվա օրակարգի, սոցիալական հանդիպումների, հանգստյան օրերին կայանալիք երեկույթի մասին։ Հրաչը շեղված լսում էր, դեռ կենտրոնացած բջջայինի վրա։ Հրաչ, ես մտածում էի, Պարանձեմը սկսեց, կողքի հայացք նետելով տիրուհի Հեղինեին։ Այժմ, երբ ձեր մայրը այստեղ է, մենք պետք է որոշակի առօրյա սահմանենք։ Նա պետք է հասկանա, որ այստեղ ամեն ինչ այլ կերպ է աշխատում, քան գյուղում։ Այս առավոտ, օրինակ, նա արդեն խոհանոցում էր ժամը 6:30-ին, սուրճ պատրաստելու ցանկությամբ։ Ես բացատրեցի, որ մենք ունենք ֆիքսված ժամեր։ Հրաչը վերջապես բարձրացրեց աչքերը, բջջայինից նայեց մորը։ Մամ, ճիշտ է դա։ Ես պարզապես ուզում էի սուրճ պատրաստել, որդիս։
Ես միշտ շուտ եմ արթնանում։ Պարանձեմը հովանավորական ժպիտ տվեց։ Իհարկե, իհարկե։ Բայց այստեղ այլ է, տիրուհի հեղին է։ Դուք սովոր եք գյուղի այդ պարզ կյանքին, բայց Երանում ամեն ինչ ավելի կազմակերպված է։ Չի կարելի իրերին դիպչել առանց տեղեկացնելու, կարող եք ինչ-որ բան կոտրել, կարող եք վնասվել։ Դա ձեր իսկ բարօրության համար է։ Հրաչը գլխով արեց, չնկատելով կնոջ հովանավորական տոնը։ Ճիշտ է, մամ։ Այստեղ շատ էլեկտրոնային բաներ կան, ավելի լավ է թողնել պարանձեմին հոգալ։ Այդպես դուք ավելի հանգիստ կլինեք, ոչ մի բանի մասին չպետք է անհանգստանաք։ Տիրուհի Հեղինեն գծեց շրթունքը, իջեցրեց աչքերը դեպի ափսեն։ Չէր ուզում խնդիր ստեղծել, չէր ուզում բեռ լինել։ Նա լուր կերավ, մինչ զույգը խոսում էր այնպիսի բաների մասին, որոնք նա չէր հասկանում, ընկերությունների, պայմանագրերի, սոցիալական իրադարձությունների մասին։ Նա իրեն անտեսանելի էր զգում, կարծես մի կահույք լիներ, որը պարզապես տեղ էր զբաղեցնում։ Երբ նա ավարտեց, վեր կացավ, ափսեն լվացարան տանելու, բայց պարանձեմը ընդհատեց նրան։ Թողեք, ես կտանեմ, տիրուհի Հեղինե։ Դուք կարող եք գնալ հանգստանալու սենյակում։ Բայց ես կարող եմ օգնել։ Պետք չէ։ Ես նախընտրում եմ անել իմ ձով։ Բացի այդ, դուք սովոր չեք այս նուրբ սպասքին։ Ավելի լավ է խուսափել դժբախտ պատահարներից։ Հրաչն արդեն վեր էր կացել, սեղանից վերցնում էր իր աշխատանքային թղթապանակը։ Մամ, ես հիմա պետք է գնամ։ Այսօր զբաղված օր է լինելու, ուշ կվերադառնամ։ Բայց պարանձեմը այստեղ է այն ամենի համար, ինչ ձեզ պետք է, լավ։ Նա արագ համբուրեց մոր ճակատը, շտապ դուրս եկավ, չնկատելով նրա անօգնական հայացքը։ Հենց որ դուռը փակվեց, բնակարանում լռություն տիրեց։ Պարանձեմը արդյունավետորեն հավաքեց ափսեները, իսկ տիրուհի Հեղինեն վերադարձավ սենյակ, կրծքին հսկայական դատարկություն զգալով։ Նա նստած մնաց այնտեղ, չիմանալով, թե ինչ անի, նայելով սպիտակ պատերին, լսելով ժամացույցի տկտկոցը։ Իր տանը այդ ժամին նա արդեն ջրած կլիներ բույսերը, կերակրած կլիներ հավերին, մաքրած կլիներ բակը, պատրաստած կլիներ ճաշը։ Այստեղ անելու ոչինչ չկար։ Չկար գործառույթ, չկար նպատակ։ Օրերը սկսեցին ցավոտ ձգվել։ Տիրուհի Հեղինեն շուտ էր արթնանում, բայց մնում էր սենյակում մինչ 7-ը, սպասելով, որ իրեն կանչեն։ Լուր նախաճաշում էր, մինչ հրաչը կարդում էր բջջայինը, իսկ պարանձեմը պլանա։ Որում էր օրը։ Որդու հեռանալուց հետո նա թափառում էր բնակարանում, չիմանալով, թե որտեղ լինի կամ ինչ անի։ Պարանձեմը միշտ զբաղված էր իր գործերով, մարզասրահ, գեղեցկության սրահ, ընկերուհիների հետ ճաշեր, բնակարանային համալիրի ժողովներ։ Երբ տանն էր, հստակ ցույց էր տալիս, որ տիրուհի Հեղինեն պետք է մնար սենյակում, որպեսզի չխանգարեր։ Տիրուհի Հեղինե, խնդրում եմ, մի դիպչեք իմ հյուրասենյակի իրերին։ Ամեն ինչ այնտեղ դասավորված է այնպես, ինչպես ես եմ սիրում։ Տիրուհի Հեղինե, մի բացեք այդ դարակը, այնտեղ ես կարևոր փաստաթղթեր եմ պահում։ Տիրուհի Հեղինե, մի դիպչեք այդ ծաղկամանին, այն շատ թանկարժեք դեկորատիվ առարկա է։ Յուրաքանչյուր նախադասություն մի շղթա էր, որը նրան ավելի ու ավելի էր կապում, որն ավելի ու ավելի էր նվազեցնում այն տարածքը, որը նա զբաղեցնում էր այդ վայրում։ Նա փորձում էր ժամանակն անցկացնել, կարդալով հին ամսագրեր, որոնք գտնում էր, նայելով պատուհանից, հաշվելով րոպեները մինչ հրաչի վերադարձը։ Բայց երբ նա գալիս էր, միշտ ուշ հոգնած, հազիվ էր ժամանակ գտնում խոսելու համար։ Նրանք արագ ընթրում էին։ Նա ինչ-որ բան էր մեկնաբանում աշխատանքի մասին, շուտով հեռանում էր դեպի գրասենյակ կամ սենյակ։ Տիրուհի Հեղինեն փորձում էր խոսել, պատմել նրա մանկության պատմությունները, բայց հրաչը միշտ շեղված էր, միշտ մտքերով այլ տեղ էր։ Տիրուհի Հեղինեի հագուստը նույնպես քննադատության թիրախ դարձավ։ Պարանձեմը դժգոհությամբ էր նայում պարզ զգեստներին, հին կոշիկներին, գործած շալերին։ Տիրուհի Հեղինե, այստեղ Երանում մարդիկ այլ կերպ են հագնվում։ Այս հագուստները շատ հնացած են։ Ես կառանձնացնեմ իմ մի քանի հագուստներ, որոնք այլս չեմ կրում, գուցե դրանք ձեզ հարմար լինեն։ Բայց տիրուհի Հեղինեն չէր ուզում պարանձեմի հագուստը։ Նա ուզում էր իր սեփական հագուստը, այն, որը կրում էր իր հիշողությունները, իր հոտը, իր ինքնությունը։ Երբ պարանձեմը բերեց հագուստները, դրանք չափազանց էլեգանտ էին, նեղ, այնպիսի գույներով, որոնք նա երբեք չէր կրի։ Նա փորձեց հագնել դրանք, հաճոյացնելու համար, բայց իրեն ծիծաղելի զգաց, կարծես երեխա լիներ, հագնված մեծահասակի զգեստ։
Պարանձեմը ծիծաղեց, երբ տեսավ նրան։ Ահ, տիրուհի Հեղին է, կարծում եմ դրանք իսկապես ձեզ լավ չեն նստել։ Բայց գոնե դուք փորձեցիք։ Թողեք այդպես, խնդիր չկա։ Ձայնի տոնը ծաղրական էր, քողարկված ըմբռնումով։ Տիրուհի Հեղինեն վերադարձավ սենյակ լուռ լացեց, կրծքին սեղմելով իր 5 գիշերազգեստներից մեկը, զգալով տան հոտը, որը դեռ մնում էր գործվածքի մեջ։ Փոքրիկ ծեսերը, որոնք նա փորձում էր պահպանել, անընդհատ ընդհատվում էին։ Նա սիրում էր իր թեյը խմել կեսօրին, բայց պարանձեմը բողոքում էր, որ նա կեղտոտում է խոհանոցը։ Նա սիրում էր նիստ ել պատուհանի մոտ, մայրամուտը դիտելու համար, բայց պարանձեմն ասում էր, որ նա խանգարում է անցուդարձին։ Նա սիրում էր ռադիոն մեղմ լսել, բայց պարանձեմն ասում էր, որ աղմուկը անհանգստացնում է։ Յուրաքանչյուր ժեստ, յուրաքանչյուր շարժում, գոյություն ունենալու յուրաքանչյուր փորձ կտրվում էր, քննադատվում, նվազեցվում։ Մի կեսօր տիրուհի Հեղինեն սենյակում էր, երբ հյուրասենյակից ձայներ լսեց։ Պարանձեմը հեռախոսով խոսում էր ընկերուհու հետ, նրա ձայնը տարբեր էր թվում, ավելի հանգիստ, ավելի ճշմարիտ։ Տիրուհի Հեղինեն չէր ուզում լսել, բայց խոսքերը հստակ հասնում էին նրան։ Ահ, սիրելիս, դու չես էլ պատկերացնում, թե ինչ դժոխք է տանս կեսուր ունենալը։ Նա այնքան հետամնաց է, գիտես։ Շրջում է բնակարանում, չիմանալով, թե ինչ անի, դիպչում է իմ իրերին, հիմար հարցեր է տալիս։ Ես փորձում եմ համբերատար լինել, երդվում եմ, որ փորձում եմ, բայց դժվար է։ Հրաչն այնքան էր պնդում, ասում էր, որ մեր պարտավորությունն է խնամել նրան, բայց անկեղծ ասած, դա զոհաբերություն է։ Եվ նա դեռ ունի այդ սովորությունը, բացելու այն հին տուփը, լի աղբով։ Նստում է այնտեղ, նայելով դեղնած լուսանկարներին, խելագարի պես։ Ես արդեն ասել եմ Հրաչին, որ դա նորմալ չէ, բայց նա չի ուզում իմանալ։ Տիրուհի Հեղինեն զգաց, կարծես հարվածել էին ստամոքսին։ Ձեռքերը դողացին, աչքերը ցավեցին։ Այսպես էր պարանձեմը խոսում իր մասին, երբ Հրաչը մոտ չէր։ Այսպես էին նրան տեսնում։ Որպես անցանկալի բեռ, որպես հետամնաց մեկը, որպես խելագար։ Նա զգուշությամբ փակեց սենյակի դուռը, նստեց մահճակալին, փորձելով վերահսկել արագացած շնչառությունը։ Բացեց պահարանը, հանեց հիշողությունների տուփը, այն, որը պարանձեմը աղբ էր անվանել։ Սեղմեց այն կրծքին, ինչպես որդուն գրկողը, արցունքները վերջապես անվերահսկելի հոսեցին։ Դրանք աղբ չէին։ Դրանք հիշողություններ էին։ Դրանք ապացույցներ էին, որ նա ապրել էր, որ նա սիրել էր, որ նա երջանիկ էր եղել։ Այդ տուփը նրա ինքնության մնացորդն էր, հիմա նույնիսկ դա ծաղրվում էր։ Նա բացեց տուփը, սիրով մատներով շոշափեց լուսանկարները։ Այնտեղ էր Հովսեփը, երիտասարդ ու ուժեղ, ժպտում էր տեսախցիկին հարսանիքի օրը։ Այնտեղ էր Հրաչը, մանուկ, փաթաթված սպիտակ ծածկոցի մեջ, հետաքրքրասեր աչքերով նայում էր աշխարհին։ Այնտեղ էին նամակները, որոնք Հովսեփը գրում էր, երբ ստիպված էր լինում ճանապարհորդել այլ քաղաքներում աշխատելու համար, նամակներ, լի կարոտով շուտ վերադառնալու խոստումներով։ Այնտեղ էր իր մոր ասեղնագործ թաշկինակը, որը մահացել էր, երբ տիրուհի Հեղինեն դեռ աղջիկ էր։ Յուրաքանչյուր առարկա նրա հոգու մի կտորն էր, պարանձեմը դրանք աղբ էր անվանում։ Նա նորից դրեց տուփը, պառկեց մահճակալին, նայելով առաստաղին։ Նա ուզում էր գնալ, ուզում էր վերադառնալ իր տուն, բլրի գագաթին, ուզում էր զգալ լեռների սառը քամին հողի հոտը։ Բայց ինչպես։ Հրաչը փակել էր տունը, ամեն ինչ կողպել էր։ Եվ նա գիտեր, որ եթե խնդրեր առնալ, նա կնեղանար, կկարծեր, որ նա չի սիրում իր մոտ լինել։ Չէր ուզում վիրավորել որդուն։ Չէր ուզում ավելորդ խնդիր լինել նրա կյանքում։ Այսպիսով նա կմնար այնտեղ, դիմանալով, տանելով, ավելի ու ավելի փոքրանալով, մինչ գուցե լիովին անհետանար։ Շաբաթները անցնում էին, իրավիճակը միայն վատանում էր։ Պարանձեմն ավելի ու ավելի համարձակ էր քննադատություններում։ Բողոքում էր, որ տիրուհի Հեղինեն քայլելիս աղմուկ է անում, որ քնելիս շատ բարձր է շնչում, որ տարօրինակ սովորություններ ունի։ Հրաչի ներկայությամբ նա պահպանում էր նվիրված հարսի դիմակը, բայց երբ նրանք մենակ էին մնում, իսկական դեմքը հայտնվում էր։ Մի առավոտ տիրուհի Հեղինեն արթնացավ, ուժեղ գլխացավ զգալով։ Նա փորձեց դուրս գալ սենյակից, տեղ գտնելու, բայց պարանձեմը նրան կանգնեցրեց միջանցքում։ Ուր եք գնում։ Ինձ գլխացավի դեղ է պետք։ Դեղերի պահարանը փակ է, տիրուհի Հեղինե։ Ես վերահսկում եմ, թե ինչ է մտնում դուրս գալիս։ Դուք արդեն այն տարիքում եք, որ հատուկ խնամքի կարիք ունեք։
Չի կարելի ինքնուրույն դեղեր ընդունել։ Ես ձեզ պարացետամոլ կտամ, բայց միայն դուք կընդունեք այն իմ աչքի առաջ, հասկանալի՞։ Տիրուհի Հեղինեն ընդունեց պարանձեմի մեկնած դեղահաբը, կուլ տվեց այն հարսի հսկող հայացքի ներքո։ Նա իրեն զգաց, կարծես երեխա լիներ, որին հսկում էին, կարծես մեկը, ով ի վիճակի չէր իր մասին հոգ տանել։ Վերադարձավ սենյակ, կրծքին այրվող նվաստացման զգացումով։ Այդ գիշեր Հրաչը ավելի շուտ եկավ, առաջարկեց միասին ընթրել, երեքով զրուցելու համար։ Տիրուհի Հեղինեն հույսի մի շող զգաց։ Գուցե վերջապես կարողանար խոսել որդու հետ, պատմել, թե ինչ էր կատարվում։ Բայց երբ նրանք նստեցին սեղանին, պարանձեմը ստանձնեց զրույցը։ Հրաչ, ես մտածում էի, որ գուցե լավ կլինի ձեր մոր համար բժշկական խորհրդատվություն նշանակել։ Նա մի փոքր շփոթված է։ Երեկ նա ինձ 3 անգամ հարցրեց, թե ինչ օր էր։ Այս առավոտ նա փնտրում էր մի դեղ, որը ես վստահ եմ, որ տվել եմ նրան անցյալ շաբաթ, բայց նա երդվում է, որ չի ընդունել։ Ես անհանգստանում եմ։ Հրաչը անհանգստությամբ նայեց մորը։ Ճիշտ է դա, մամ։ Դուք շփոթված եք զգում։ Ոչ, որդիս։ Ես շփոթված չեմ։ Ես պարզապես հարցրեցի, թե ինչ օր էր, որովհետև այստեղ ես կորցնում եմ ժամանակի զգացումը։ Իսկ դեղը։ Դա ճնշման համար էր, պարանձեմը ընդհատեց։ Ես տվեցի, բայց դուք չեք հիշում։ Տեսնում եք, Հրաչ։ Հենց դրա մասին եմ խոսում։ Մոռացկոտություն, շփոթություն։ Կարծում եմ, պետք է դիմենք գերոնտոլոգի։ Այս տարիքում դա նորմալ է, բայց պետք է հետել։ Տիրուհի Հեղինեն զգաց, թե ինչպես է հողը սահում իր ոտքերի տակից։ Պարանձեմը անամոթաբար ստում էր, հորինելով իրավիճակներ, որոնք երբեք չէին եղել, Հրաչը հավատում էր։ Նա փորձեց պաշտպանվել, բայց խոսքերը դուրս եկան թույլ դողդոջուն։ Պարանձեմ, ես շփոթված չեմ։ Ես ոչ մի դեղ չեմ մոռացել։ Իհարկե ոչ, տիրուհի Հեղինե, պարանձեմը պատասխանեց հովանավորական ժպիտով։ Դուք կարծում եք չեք, բայց հենց այդպես է։ Հիշողության խնդիրներ ունեցող մարդիկ երբեք չեն ընդունում։ Դա գործընթացի մի մասն է։ Բայց մի անհանգստացեք, մենք ձեզ լավ կխնամենք։ Հրաչը գլխով արեց, համաձայնվելով խոստացավ նշանակել հանդիպումը։ Տիրուհի Հեղինեն ուզում էր բղավել, ուզում էր թափահարել որդուն, ստիպել նրան տեսնել ճշմարտությունը, բայց գիտեր, որ դա անօգուտ կլինի։ Պարանձեմը այնքան լավ էր կառուցել ստիցանցը, որ տիրուհի Հեղինեի ասած ցանկացած բան կմեկնաբանվեր որպես մտավոր շփոթության նշան։ Նա թակարդում էր, ելք չկար։ Այդ գիշեր միայնակ սենյակում տիրուհի Հեղինեն նորից բացեց հիշողությունների տուփը, բռնեց հարսանեկան լուսանկարը։ Նա նայեց Հովսեփի դեմքին, մեղմորեն շշնջաց. Հովսեփ, ես քեզ կարիք ունեմ։ Ես չգիտեմ, թե ինչ անեմ։ Նա ինձ քիչ-քիչ ոչնչացնում է, մեր որդին չի տեսնում։ Նա չի տեսնում։ Օգնիր ինձ, խնդրում եմ։ Ուժ տուր ինձ դա տանելու համար։ Բայց Հովսեփը չպատասխանեց, տիրուհի Հեղինեն մնաց այնտեղ, սենյակի խավարում, բռնելով մի կյանքի հիշողությունները, որը ավելի ու ավելի հեռավոր, ավելի ու ավելի անիրական էր թվում։ Իր շուրջը գտնվող բնակարանը շքեղության գերեզման էր, ոսկեգույն բանտ, որտեղ նրան կենդանի էին թաղում, կտոր առ կտոր։ Եվ ամենավատն այն էր, որ իմանալը, որ այն մարդը, ով պետք է պաշտպաներ նրան, ով պետք է անվերապահորեն սիրեր նրան, մանիպուլյացիայի էր ենթարկվում, հավատալու, որ նա կորցնում էր բանականությունը։ Ցավը ոչ միայն միայնության մեջ էր, այլ այն համոզմունքում, որ նա կորցնում էր որդուն դաժան կնոջս տերի պատճառով, ով ատում էր նրան այնպիսի պատճառներով, որոնք տիրուհի Հեղինեն նույնիսկ չէր կարողանում հասկանալ։ Եվ ամենասարսափելին այն էր, որ դա ընդամենը սկիզբն էր։ Պարանձեմը պլաններ ուներ, դա պարզ էր։ Եվ տիրուհի Հեղինեն փխրուն մեկուսացված չէր պատկերացնում, թե որքան հեռու կարող էր հասնել հարսի դաժանությունը։ Երեքշաբթի առավոտը բացվեց մոխրագույն երկնքով, անձրի նախանշանով։ Տիրուհի Հեղինեն արթնացավ սովորականից շուտ, կրծքին մի ծանրություն, որը չէր կարողանում բացատրել։ Նա երազել էր Դիլիջանի տան մասին, Հովսեփի մասին, որը նստած էր պատշգամբում սպասում էր իրեն, Հրաչի մասին, որը մանուկ հասակում վազվզում էր բակում։ Աչքերը բացելով բնակարանի սպիտակ ու անձնական սենյակը տեսնելով, իրականությունը նրա վրա ընկավ սառը ջրի դույլի պես։ 2 ամիս էր, ինչ նա այնտեղ էր, յուրաքանչյուր օր ավելի երկար ու ցավոտ էր թվում, քան նախորդը։
Նա դժվարությամբ վեր կացավ, զգալով կոշտացած հոդերը, մոտեցավ պատուհանին։ Ներքում քաղաքն արդեն եռում էր շարժումից, խցանված մեքենաներ, վազող մարդիկ։ Նա կարոտում էր դաշտի լռութ յունը, դանդաղ անցնող ժամանակը, ազատությունը, գնալու գալու առանց հսկվելու։ Այստեղ յուրաքանչյուր շարժում վերահսկվում էր, յուրաքանչյուր ժեստ քննադատվում էր։ Պարանձեմը նրա կյանքը վերածել էր էլեգանտ բանտի, իսկ հրաչը մնում էր կույր ամեն ինչի նկատմամբ, ավելի ու ավելի հեռու, ավելի ու ավելի տարված աշխատանքով։ Ժամը 7-ին հենց, ինչպես միշտ, տիրուհի Հեղինեին կանչեցին սուրճի։ Հրաչը պատրաստ էր աշխատանքի, հոգնած տեսք ուներ։ Պարանձեմը կրում էր սպիտակ սպորտային հագուստ, պատրաստ իր ութօրյա պիլատեսի դասին։ Սեղանի շուրջ մթնոլորտը լարված էր։ Հրաչը հազիվ էր դիպչում սուրճին, պարզապես թերթելով մի քանի թուղթ, որ բերել էր պանակից։ «Մամ, ես վաղը պետք է մեկնեմ», նա հայտարարեց, աչքերը չկտրելով փաստաթղթերից։ «Գյումրիում կարևոր հանդիպում կա։ 4 օրով բացակայելու եմ»։ Տիրուհի Հեղինեի սիրտը սեղմվեց։ 4 օրով մենակ մնալ Պարանձեմի հետ սարսափելի հեռանկար էր։ «Լավ, որդիս։ Զգույշ եղիր»։ Պարանձեմը գրեթե աննկատ ժպտաց, մի ժպիտ, որը չհասավ աչքերին։ Տիրուհի Հեղինեն նկատեց հարսի աչքերի այդ տարօրինակ փայլը, ինչ-որ բան, որը նրան սարսուռ պատճառեց։ «Մի անհանգստացեք, հրաչ։ Ես ամեն ինչի մասին կհոգամ այստեղ։ Ձեր մայրը լավ կլինի»։ Ձայնի տոնը քաղցր էր, բայց խոսքերի հետում ինչ-որ չարագուշակ բան կար։ Հրաչը շեղված գլխով արեց, արագ ավարտեց սուրճը վեր կացավ։ «Պետք է գնամ։ 8-ին հանդիպում ունեմ։ Մամ, եթե ինչ-որ բան լինի, պարզապես զանգահարեք։ Պարանձեմ, ես ձեզ ավելի ուշ կզանգեմ»։ Նա մեխանիկորեն համբուրեց մոր ճակատը, արագ համբույր տվեց կնոջ շուրթերին, նախքան հեռանալը։ Հենց որ դուռը փակվեց, բնակարանում լռություն տիրեց։ Պարանձեմը մնաց նստած, դանդաղ խառնելով սուրճի բաժակը, հաշվարկային հայացքով դիտելով տիրուհի Հեղինեին։ «Տիրուհի Հեղինե, այսօր ես ուզում եմ, որ դուք մնաք սենյակում։ Ընկերուհիներս այստեղ կլինեն ճաշի, ես չեմ ուզում անհարմարություններ»։ Բառը օդում մնաց, լի իմաստով։ Տիրուհի Հեղինեն իջեցրեց աչքերը, կրծքին այրվող նվաստացումը զգալով։ «Ես կմնամ սենյակում»։ Հիանալի է։ Ահ, խնդրում եմ, աղմուկ մի արեք։ Իմ ընկերուհիները նրբաճաշակ մարդիկ են, չեմ ուզում, որ նրանք նկատեն, որ այստեղ կա մեկը, ով տարբեր է։ Տիրուհի Հեղինեն չպատասխանեց։ Նա վեր կացավ սեղանից, վերադարձավ սենյակ, փակելով դուռը իր հետից։ Նա նստեց մահճակալին, մնաց այնտեղ, անշարժ, լսելով բնակարանի ձայները։ Պարանձեմը մոտ 8-ին մարզասրահ գնաց, լռությունը տիրեց ծանր ու ճնշող։ Նա փորձեց ամսագիր կարդալ, բայց բառերը պարում էին էջի վրա, անիմաստ։ Նա փորձեց քնել, բայց քունը չէր գալիս։ Նա պարզապես մնաց այնտեղ, հաշվելով ժամերը, սպասելով, որ օրն անցնի։ Մոտ 11-ին նա լսեց բնակարանի դռան բացվելը, Պարանձեմի ձայնը, հեռախոսով խոսելիս։ Նա քայլում էր հյուրասենյակում, նրա ձայնը խուլ էր հասնում սենյակ։ Տիրուհի Հեղինեն լուռ վեր կացավ, մոտեցավ դռանը, ականջը դնելով, փորձելով հասկանալ։ Նա չէր ուզում լրտեսել, բայց ձայնի այդ տոնը նրան անհանգիստ էր դարձնում։ «Այո, բժշկուհի, հենց դրա մասին եմ խոսում»։ Իմ սկեսուրը մտավոր շփոթության հստակ նշաններ է ցույց տալիս։ Մշտական մոռացկոտություն, ապակողմնորոշում, անկանոն վարք։ Մյուս օրը ես նրան գտա սենյակում մենակ խոսելիս, լուսանկարներին նայելով, գոյություն չունեցող մարդկանց հետ խոսելի։ Իմ ամուսինը անհանգստանում է, բայց դեռ դիմադրում է հոսպիտալացման գաղափարին։ Կարծում եք, կարող եք օգնել փաստաթղթերի հետ։ Ինձ պետք է, որ ամեն ինչ լավ արվի, օրենքի շրջանակներում, որպեսզի հետո խնդիրներ չլինեն։ Տիրուհի Հեղինեն զգաց, թե ինչպես է արյունը սառչում երակներում։ Սիրտը արագացավ, այնքան ուժեղ բաբախելով, որ թվում էր, կրծքից դուրս կգա։ Պարանձեմը շարունակեց խոսել, այժմ ավելի ցածր, ավելի դավադիր տոնով։ Հասկանում եմ։ Այո, ես գիտեմ, որ բժշկական գնահատում է պետք, բայց դուք մարդկանց գիտեք, ովքեր կարող են դա հեշտացնել, չէ՞։ Տեսեք, մեր միջ ասած, ես այլս չեմ դիմանում այս կնոջը տանը ունենալուն։ Նա բեռ է, խնդիր։
Հրաչը անընդհատ աշխատում է, ես եմ ով պետք է տանեմ ձեր կնոջը, որը թափառում է տանը, դիպչում է իմ իրերին, նայում է ինձ այդ խեղճի դեմքով։ Եվ ավելին բժշկուհի, ինձ պետք է որ դա արագ տեղի ունենա, նախքան նա կսկսի իմ ամուսնուն վարակել իմ մասին հորինված պատմություններով։ Նա արդեն մի փոքր պարանոիկ է, կարծում է, որ ես վատն եմ նրա հետ։ Պատկերացրեք, եթե համոզի հրաչին դրանում։ Ոչ, պետք է հիմա լինի, մինչ նա ճանապարհորդում է։ Երբ նա վերադառնա, ուզում եմ, որ նա արդեն հոսպիտալացված լինի։ Ապա ես նրան կհամոզեմ, որ դա լավագույնն էր բոլորի համար։ Խոսքերը տիրուհի Հեղինեին հասնում էին դանակի հարվածների պես։ Յուրաքանչյուր նախադասություն ավելի սարսափելի բացահայտում էր, քան մյուսը։ Պարանձեմը նրան հոսպիտալացնելու պլան էր կազմում, բժիշկներին մանիպուլյացիայի էր ենթարկում, այնքան բարդ ստերի ցանց էր հյուսում, որ նույնիսկ հրաչը չէր կարողանա քանդել։ Եվ ամենավատը, նա տիրուհի Հեղինեին անվանում էր բեռ, խնդիր, ոսում էր նրա մասին, կարծես նա մի դեն նետվող առարկա լիներ, որը պետք էր հեռացնել։ Տիրուհի Հեղինեն հեռացավ դռնից, դողդոջում ոտքերով, շնչառությունը դժվարացած, ձեռքերը սառած։ Նա նստեց մահճակալին, փորձելով մարսել այն, ինչ հենց նոր լսել էր։ Դա պարանոյա չէր։ Դա երակայություն չէր։ Դա իրական էր։ Պարանձեմն իսկապես ուզում էր ազատվել նրանից, պատրաստ էր դրա համար դաժան միջոցներ օգտագործել։ Հոգեբուժական հաստատությունում հոսպիտալացումը, հիմնված ստերի կեղծ փաստաթղթերի վրա, կլիներ նրա ազատության, նրա արժանապատվության, նրա մնացած ամեն ինչի վերջը։ Հաջորդող ժամերը նրա կյանքի ամենատանջալի ժամերն էին։ Նա փակված մնաց սենյակում, լսելով պարանձեմի ընկերուհիների գալը, լսելով հյուրասենյակից եկող ծիծաղը, բաժակների զրնգոցը, անիմաստ բաների մասին աշխույժ զրույցները։ Մինչ այդ կանայք ծիծաղում ուտում էին, տիրուհի Հեղինեն այնտեղ էր, գերված, սարսափած, չիմանալով, թե ինչ անի, չիմանալով, թե ումից օգնություն խնդրի։ Նա մտածեց զանգահարել հրաչին, բայց ինչ կասեր։ Որ լսել էր, թե ինչպես է կինը դավեր նյութում իր դեմ։ Նա գհա։ Վատար։ Ամիսներ շարունակ շփոթված, մոռացկոտ, խնդրահարույց մեկը ներկայացվելուց հետո, արդյոք նրա խոսքը որ է արժեք կունենար։ Երբ ճաշն ավարտվեց, ընկերուհիները հեռացան, բնակարանում նորից լռություն տիրեց։ Տիրուհի Հեղինեն մի որոշ ժամանակ սպասեց, ապա հավաքեց իր ունեցած ամբողջ քաջությունը։ Նա չէր կարող պարզապես լուռ մնալ, սպասելով, որ իրեն կտանեն, ինչպես անասունին մորթելու։ Նա պետք է դիմակայեր պարանձեմին, պետք է հստակ դարձներ, որ գիտեր պլանի մասին, որ չէր ընդունի դա առանց պայքարի։ Նա բացեց սենյակի դուռը, քայլեց դեպի հյուրասենյակ։ Պարանձեմը նստած էր բազմոցին, զբաղված բջջայինով, դեռ հագնած էր այն էլեգանտ զգեստը, որը հագել էր ընկերուհիներին ընդունելու համար։ Երբ նա տեսավ տիրուհի Հեղինեին, կանգնած հյուրասենյակի մուտքի մոտ, հոնքը բարձրացրեց։ Տիրուհի Հեղինե, ճաշն արդեն ավարտվել է։ Դուք կարող եք հիմա դուրս գալ սենյակից։ Ես պետք է ձեզ հետ խոսեմ, պարանձեմ։ Լուրջ տոնը ստիպեց պարանձեմին թողնել բջջայինը, ամբողջ ուշադրությունը կենտրոնացնել սկեսուրի վրա։ Նրա շուրթերին սառը ժպիտ հայտնվեց։ Ինչի՞ մասին խոսել։ Տիրուհի Հեղինեն զգաց, թե ինչպես են իր ձեռքերը դողում, բայց ստիպեց իրեն շարունակել։ Ես լսեցի ձեր հեռախոսազրույցն այս առավոտ։ Ես գիտեմ ձեր պլանի մասին։ Ես գիտեմ, որ դուք ուզում եք ինձ հոսպիտալացնել։ Ես գիտեմ, որ դուք ստում եք իմ մասին հրաչին, հորինելով, որ ես շփոթված եմ, որ ես վատ եմ։ Բայց ես չեմ։ Ես լավ եմ։ Եվ ես թույլ չեմ տա, որ դուք ինձ ուժով հանեք այստեղից։ Մի պահ պարանձեմը լռեց, պարզապես դիտելով սկեսուրին այդ սառը ու հաշվարկային աչքերով։ Ապա դանդաղ նա վեր կացավ բազմոցից քայլեց մինչ տիրուհի Հեղինեից մի քանի քայլ հեռավորության վրա կանգնելը։ Ժպիտը վերածվեց բացարձակ արամարանքի արտահայտության։ Ահ, ուրեմն դուք ինձ լրտեսում էիք։ Ինչ տգեղ բան, տիրուհի Հեղինե։ Իսկապես շատ տգեղ։ Բայց գիտեք ինչ։ Կարևոր չէ։ Կարևոր չէ, թե ինչ եք լսել կամ ինչ եք կարծում, թե գիտեք։ Որովհետև ոչ ոք ձեզ չի հավատա։ Ոչ ոք։ Ես անցած 2 ամիսներին կառուցել եմ այն պատկերը, որ դուք խելքից դուրս եք գալիս, ես շատ լավ եմ արել այդ աշխատանքը։ Հրաչը համոզված է։ Ընկերները համոզված են։ Նույնիսկ մաքրուհին։ Արդեն կարծում է, որ դուք մի փոքր խենթ եք։
Այսպիսով, եթե ուզում եք ինչ-որ մեկին պատմել, կարող եք գնալ։ Կտեսնեք, որ չեք կարողանա։ Տիրուհի Հեղինեն զգաց, թե ինչպես են արցունքներն այրում աչքերը, բայց թույլ չտվեց դրանք թափվեն։ Նա պարանձեմին չէր տա այն բավարարությունը, տեսնելու իրեն լացելիս։ Ինչո՞վ։ Ինչու եք դա անում ինձ հետ։ Ինչ եմ ես ձեզ արել։ Պարանձեմը կարճ ու դառը ծիծաղեց։ Ինչ եք ինձ արել։ Դուք գոյություն ունեք, տիրուհի Հեղինե։ Ահա խնդիրը։ Դուք տեղ եք զբաղեցնում իմ տանը, իմ կյանքում, իմ ամուսնության մեջ։ Ես չէի ուզում, որ դուք այստեղ ապրեք, բայց հրաչն այնքան էր պնդում, որովհետև նա ունի ընտանիքի մայրիկին խնամելու այդ ռոմանտիկ գաղափարը։ Բայց ինձ դա պետք չէ։ Ես դա չեմ ուզում։ Ես ուզում եմ իմ կյանքը վերադարձնել, իմ բնակարանը վերադարձնել, իմ ամուսնուն միայն ինձ համար։ Եվ դուք խոչընդոտ եք։ Այսպիսով, այո, ես կազատվեմ ձեզանից։ Եվ ոչինչ չեք կարող անել դա կանխելու համար։ Խոսքերը մաքուր թույն էին, զվարճանքով ու դաժանությամբ թորված։ Տիրուհի Հեղինեն զգաց, թե ինչպես են ուժերը թուլանում ոտքեր։ Ըդողում, աշխարհը պտտվում իր շուրջը։ Նա հենվեց պատին, չընկնելու համար։ Հրաչը իմ որդին է։ Ես նրան միայնակ եմ մեծացրել, ես ամեն ինչ զոհել եմ նրա համար։ Նա թույլ չի տա, որ դուք դա անեք ինձ հետ։ Պարանձեմը էլ ավելի մոտեցավ, ձայնը ցածր սպառնալից։ Հրաչը կանի հենց այն, ինչ ես կասեմ, որ նա անի։ Որովհետև ես գիտեմ, թե ինչպես վերահսկել իմ ամուսնուն, տիրուհի Հեղինե։ Ես հստակ գիտեմ, թե ինչպես մանիպուլյացիայի ենթարկել նրան, ինչպես ստիպել նրան հավատալ ինձ։ Եվ երբ ես ասեմ, որ դուք վատ եք, որ հատուկ խնամքի կարիք ունեք, որ հաստատությունը լավագույն վայրն է, նա կհամաձայնի։ Որովհետև նա ինձ է վստահում, ոչ թե ձեզ։ Տիրուհի Հեղինեն բացեց բերանը պատասխանելու, բայց պարանձեմն արդեն շրջվել էր, քայլում էր դեպի միջանցք։ Հանկարծ նա կանգ առավ, հետ նայեց չարամիտ ժպիտով։ Գիտեք, տիրուհի Հեղինե, մի բան դեռ անհանգստացնում է ինձ։ Այն աղբի տուփը, որը դուք պահում եք պահարանում։ Այդ հին լուսանկարները, այդ անիմաստ նամակները, այդ անարժեք իրերը։ Կարծում եմ, ժամանակն է այստեղ մաքրություն անել։ Ազատվել անցյալի այդ բաներից։ Ի վերջո, եթե դուք հաստատություն եք գնում, դրա կարիքը չեք ունենա, այնպես չէ։ Տիրուհի Հեղինեի արյունը սառեց։ Տուփը։ Պարանձեմը խոսում էր հիշողությունների տուփի մասին։ Ոչ։ Չէր կարող։ Դա այն ամենն էր, ինչ նա ուներ, այն ամենը, ինչ մնացել էր իրեն Հովսեփից, մանուկ Հրաչից, իր կյանքից։ Մի դիպչեք իմ տուփին։ Խնդրում եմ։ Պարանձեմը ժպտաց, այդ ժպիտի մեջ մաքուր հաճույք կար։ Հաճույք, ցավ պատճառելու, սկեսուրի դեմքին հուսահատությունը տեսնելու։ Կտեսնենք։ Նա շրջվեց, քայլեց դեպի տիրուհի Հեղինեի սենյակը։ Ձեր կինը սայթաքելով հետեց նրան, սիրտը թրթռում էր, ձեռքերը մեկնած աղաչանքով։ Պարանձեմ, խնդրում եմ, մի արեք դա։ Ես աղաչում եմ ձեզ։ Թողեք տուփը հանգիստ։ Բայց պարանձեմն արդեն մտել էր սենյակ, բացում էր պահարանը։ Նա մեկ ձեռքով վերցրեց մայրու տուփը, դրեց այն մահճակալի վրա։ Տիրուհի Հեղինեն փորձեց հասնել դրան, բայց պարանձեմը ուժով հրեց նրան կողք, ստիպելով ձեր կնոջը սայթաքել, գրեթե ընկնել։ Հանգիստ մնացեք, դիտեք։ Պարանձեմը բացեց տուփը, սկսեց դուրս հանել իրերը մեկ առ մեկ։ Նա վերցրեց հարսանեկան լուսան։ Կարը, այն, որտեղ Հովսեփն ու տիրուհի Հեղինեն երիտասարդ ու երջանիկ էին, սկսեց դանդաղ, մեթոդաբար պատռել այն, աչքերը հառած սկեսուրին, տեսնելու յուրաքանչյուր պատրվածքի ազդեցությունը։ Տիրուհի Հեղինեն ցավի ճիչ արձակեց, կարծես ֆիզիկապես պատրվում էր։ Ոչ։ Խնդրում եմ, ոչ։ Պարանձեմը պատրված կտորները գցեց հատակին, վերցրեց մեկ այլ լուսանկար, մանուկ Հրաչին։ Նա նույնպես պատռեց։ Եվ մեկ այլ։ Եվ մեկ այլ։ Արցունքները հոսում էին տիրուհի Հեղինեի դեմքից անվերահսկելիորեն, հեծկլտոցները դուրս էին գալիս ընդհատված, բայց պարանձեմը չէր դադարում։ Նա վերցրեց Հովսեփի նամակները, պատռեց դրանք բոլորը, մեկ առ մեկ։ Նա վերցրեց տիրուհի Հեղինեի մոր ասեղնագործ թաշկինակը, պատռեց այն կեսից։ Նա վերցրեց Հրաչի մանկական կոշիկը, ուժով գցեց այն հատակին, ոտքով տրորելով։ Կանգնիր։ Խնդրում եմ, կանգնիր։ Ես աղաչում եմ քեզ։
Տիրուհի Հեղինեն ծնկի իջավ հատակին, փորձելով հավաքել լուսանկարների պատրված կտորները, դողդոջուն ձեռքերով հավաքելով իր ոչնչացված կյանքի բեկորները։ Պարանձեմը շարունակեց անողոքաբար, մինչ տուփը դատարկվեց, հատակը ծածկվեց ավերակներով։ Երբ նա ավարտեց, դատարկ տուփը գցեց ավերակների վրա, արամարանքով նայեց տիրուհի Հեղինեին։ Պատրաստ է։ Հիմա դուք ոչինչ չունեք։ Ոչ անցյալ, ոչ հիշողություններ, ոչ ինքնություն։ Հենց դրան եք դուք արժանի։ Նա դուրս եկավ սենյակից, տիրուհի Հեղինեին թողնելով մենակ այդ քաոսի մեջ, շրջապատված այն բեկորներով, ինչը մի օր նրա կյանքն էր։ Ձեր կինը մնաց այնտեղ ծնկների վրա, բռնելով լուսանկարների պատրված կտորները, փորձելով միացնել բեկորները, բայց դա անօգուտ էր։ Ամեն ինչ չափազանց ոչնչացված էր։ Ամեն ինչ կորած էր։ Հովսեփը պատրված էր կտոր։ Մանուկ հրաչը պատրված էր կտոր։ Նրա մայրը, նրա անցյալը, նրա հիշողությունները, ամեն ինչ վերածվել էր հատակին ցրված բեկորների։ Նա լացեց, ինչպես երբեք չէր լացել։ Լացեց դաժանության, չարության, անարդարության համար։ Լացեց Հովսեփի համար, ով հեռացել էր իրեն մենակ թողել դրան դիմակայելու։ Լացեց հրաչի համար, ով կույր էր չէր տեսնում այն հրեշին, ում հետ ամուսնացել էր։ Լացեց իր համար, իր փխրուն ու անօգնական ծեր կնոջ համար, ում վերածվել էր, առանց պայքար ելու ուժի, առանց լսվելու ձայնի։ Լացեց մինչ արցունքներ չմնացին, մինչ կոկորդը ցավեց, մինչ ամբողջ մարմինը դողաց հոգնածությունից։ Երբ նա վերջապես կարողացավ վեր կենալ, արդեն գիշեր էր։ Բնակարանում լռություն էր։ Պարանձեմը դուրս էր եկել, հավանաբար ընկերուհիների հետ ընթրելու, ծիծաղելու, իր հաղթանակը նշելու։ Տիրուհի Հեղինեն զգուշությամբ հավաքեց պատրված լուսանկարների յուրաքանչյուր կտորը, ինչպես որ հավաքում են սիրելիի մնացորդները։ Ամեն ինչ նորից դրեց դատարկ տուփի մեջ, այն տուփի, որն այժմ պարզապես դագաղ էր իր հիշողությունների համար։ Այն դրեց պահարանում, պառկեց մահճակալին, նայելով առաստաղին, իրեն լիովին դատարկ զգալով։ Այլս պայքարելու ուժ չուներ։ Այլս հույս չուներ։ Պարանձեմը հաղթել էր։ Նա ոչնչացրել էր այն ամենը, ինչ կարող էր, նա խլել էր նրանից միակ բանը, որը դեռ իմաստ էր տալիս նրա գոյությանը։ Վաղը հրաչը կմեկներ, հաջորդ 4 օրերին պարանձեմը գործի կդներ իր պլանը։ Տիրուհի Հեղինեին կտանեին, կհոսպիտալացնեին ինչ-որ սառը անձնական վայրում, նա այնտեղ կմնար մինչ մահը, մոռացված, ջնջված, կարծես երբեք գոյություն չունեցած։ Դա վերջն էր։ Եվ ոչինչ չէր կարող անել դա կանխելու համար։ Նա փակեց աչքերը, ցանկանալով այլս չարթնանալ, ցանկանալով, որ քունը նրան հեռու տանի այդ ցավից, այդ նվաստացումից, այդ լուր դժոխքից, որի վերածվել էր նրա կյանքը։ Եվ դրսում քաղաքը շարունակում էր իր կատաղի ռիթմը, անտարբեր մի ծեր կնոջ տառապանքի նկատմամբ, ում միակ հանցանքը չափից շատ սիրելն էր վստահելը նրան, ով արժանի չէր։ Չորեքշաբթի առավոտը մոխրագույն ու ծանր էր։ Տիրուհի Հեղինեն արթնացավ լացից այտուցված աչքերով, մարմինը ցավում էր, կարծես ծեծված լիներ։ Երկար ժամանակ պառկած մնաց, նայելով սպիտակ առաստաղին, առանց վեր կենալու ուժի։ Գրեթե չէր քնել։ Ամեն անգամ, երբ փակում էր աչքերը, տեսնում էր պարանձեմի ձեռքերը, պատռելով լուսանկարները, լսում էր թղթի պատռվելու ձայնը, նորացված ցավ էր զգում Հովսեփին հրաչինց մեկ անգամ կորցնելուց, այժմ ոչ միայն հիշողության մեջ, այլ այն պատկերներում, որոնք ապացուցում էին, որ նրանք գոյություն ունեցել են։ Նա լսեց բնակարանի դռան բացվելն ու փակվելը։ Հրաչը մեկնում էր ճանապարհորդության նր։ Ամի մասը ուզեց վեր կենալ, վազել նրա մոտ, գրկել նրան, աղաչել, որ չգնա, պատմել այն ամենը, ինչ տեղի էր ունեցել։ Բայց մյուս մասը, հոգնած, պարտված մասը, գիտեր, որ դա անօգուտ կլինի։ Պարանձեմը կատարելապես կառուցել էր իր թակարդը։ Տիրուհի Հեղինեի ասած ցանկացած բան կմեկնաբանվեր որպես զառանցանք, որպես մտավոր շփոթություն, որպես մեկ ապացույց, որ նա պետք է հոսպիտալացվեր։ Այսպիսով, նա մնաց այնտեղ անշարժ, լսելով որդու քայլերի հեռանալը, լսելով դռան փակվելը, լսելով լռության նորից տիրելը։ Պարանձեմը շուտով մտավ սենյակ, դեռ խալաթով, ձեռքին սուրճի բաժակով, շուրթերին այդ սառը ժպիտով։ Բարի առավոտ, տիրուհի Հեղինե։ Հրաչն արդեն մեկնել է։ Հիմա մենք երկուսս ենք այստեղ հաջորդ մի քանի օրը։ Հուսով եմ, դուք հասկացել եք երեկվա ուղերձը։ Անօգուտ է դիմադրելը։ Ավելի լավ է արժանապատվորեն ընդունել անխուսափելին։
Տիրուհի Հեղինեն շրջեց դեմքը դեպի պատը, չպատասխանելով։ Այլս խոսքեր չուներ։ Այլս ոչինչ չուներ։ Պարանձեմը մեղմ ծիծաղեց դուրս եկավ սենյակից, դուռը կիսաբաց թողնելով։ Տիրուհի Հեղինեն լսեց նրա հագնվելու ձայները։ Հեռախոսով խոսելը, մակաբույծ պլանի հաջորդ քայլերը կազմակերպելը։ Յուրաքանչյուր խոսք, որ հասնում էր նրան, մահվան դատավճիռ էր։ Վաղը առավոտյան կգային նրան տանելու, վաղը նրան կտանեին, վաղը ամեն ինչ կավարտվեր։ Նա դանդաղ վեր կացավ, մոտեցավ պահարանին։ Բացեց այն, վերցրեց մայրու տուփը, այն, որն այժմ միայն ավերակներ էր պարունակում։ Նստեց մահճակալին, զգուշությամբ բացեց այն, ինչպես դամբարան բացողը։ Ներսում էին լուսանկարների պատրված կտորները, նամակների մնացորդները, իր կյանքի բեկորները։ Վերցրեց լուսանկարի մի կտոր, որտեղ դեռ երում էր Հովսեփի ժպտացող դեմքը, դեմքի միայն կեսը, մնացածը պատռվել էր։ Նա դողդոջուն մատներով շոյեց թղթի կտորը, արցունքները նորից հոսեցին։ Ներեցիր ինձ, Հովսեփ։ Ես չկարողացա պաշտպանել մեր հիշողությունները։ Ես ձախողեցի։ Նա այնտեղ մնաց ժամերով, խառնելով ավերակները, փորձելով միացնել իրար համապատասխանող կտորները, բայց դա անօգուտ էր։ Ամեն ինչ չափազանց ոչնչացված էր։ Երբ արը սկսեց մայր մտնել, նա ամեն ինչ նորից դրեց տուփի մեջ, այն դրեց պահարանում, նորից պառկեց։ Ամբողջ օրը ոչինչ չէր կերել, բայց քաղց չէր զգում։ Ոչինչ չէր զգում, բացի մի հսկայական դատարկությունից, կրծքին մի անցքից, որը կարծես ցանկանում էր կլանել ապրելու ամբողջ ցանկությունը։ Գիշերը ընկավ, բնակարանում լռություն տիրեց։ Պարանձեմը դուրս էր եկել, հավանաբար ընթրելու, իր հաղթանակը նշելու։ Տիրուհի Հեղինեն մնաց մենակ խավարում, նայելով առաստաղին, սպասելով, որ քունը կգա, որ անգիտակցությունը նրան հեռու կտանի այդ ցավից։ Բայց քունը չէր գալիս։ Միայն տագնապը, միայն հուսահատությունը, միայն վախը վաղվա օրվանից։ Գրեթե կեսգիշեր էր, երբ նա լսեց բանալու ձայնը կողպեքում։ Պարանձեմը վերադառնում էր։ Տիրուհի Հեղինեն փակեց աչքերը, ծածնելով, թե քնած էր, չցանկանալով մեկ բախում, չցանկանալով մեկ դաժան խոսք։ Նա լսեց պարանձեմի քայլերը միջանցքով, լսեց նրա սենյակի դռան փակվելը։ Եվ ապա, նորից լռություն։ Բայց դա այլ լռություն էր, ծանր, ինչ-որ բան նախանշող։ Տիրուհի Հեղինեն զգում էր օդում, որ ինչ-որ բան պատրաստվում էր տեղի ունենալ, բայց չգիտեր, թե ինչ։ Այն, ինչ նա չգիտեր, այն էր, որ 700 կիլոմետրից ավելի հեռու, Գյումրի հյո ուրանոցի սենյակում, հրաչը նստած էր մահճակալի եզրին, անկարող քնելու։ Նա ամբողջ օրը անցկացրել էր հանդիպումներում, պայմանագրեր կնքելով, համաձայնագրեր բանակցելով, անելով այն ամենը, ինչ սպասվում էր նրանից, որպես հաջողակ գործարար։ Բայց ինչ-որ բան սխալ էր։ Ինչ-որ բան իր ներսում բղավում էր, որ պետք է վերադառնա տուն, որ պետք է տեսնի մորը, որ ինչ-որ սարսափելի բան էր կատարվում։ Զգացումը սկսվել էր առավոտյան, հենց որ դուրս էր եկել երանից։ Անբացատրելի անհանգստություն, կրծքին մի ճնշում, ներքին ձայն, որն ասում էր, որ ինչ-որ կարևոր բան էր թողել հետում։ Սկզբում նա փորձեց անտեսել, կենտրոնանալ աշխատանքի վրա, բայց զգացումը միայն աճում էր։ Ճաշի ժամանակ գրեթե չկարողացավ ուտել։ Կեսօրվա հանդիպման ժամանակ նա իրեն բռնեց մոր մասին մտածելիս, նրա դեմքի տխուր արտահայտության մասին, այն մասին, թե ինչպես էր նա նիհարել վերջին ամիսներին, այն մասին, թե ինչպես էր նա միշտ վախեցած թվում, միշտ նահանջած։ Եվ ապա, հանկարծ, ինչպես կայծակ, որը հատում է միտքը, նա հիշեց բաներ, որոնք անտեսել էր։ Հիշեց բոլոր այն դեպքերը, երբ պարանձ Էմը վատ էր խոսել մոր մասին, երբ նա ներկա չէր։ Հիշեց մտավոր շփոթության, մոռացկոտության, տարօրինակ վարքի մասին նուրբ մեկնաբանությունները։ Հիշեց, թե ինչպես էր իր մայրը միշտ հերքում ամեն ինչ, բայց նա երբեք ուշադրություն չէր դարձրել նրա հերքումներին, միշտ հավատալով պարանձեմի խոսքին։ Հիշեց մոր աչքերի մեջ աճող տխրությունը, այն ձեթ, թե ինչպես էր նա կծկվում ամեն անգամ, երբ պարանձեմը մտնում էր սենյակ, այն ծանր լռությունը, որը տիրել էր նրանց միջ։ Ինչպես էր նա կույր եղել։ Ինչպես էր նա հիմար եղել։ Ինչպես էր նա թույլ տվել, որ իր մայրը, այն կինը, ով իրեն միայնակ էր մեծացրել, ով ամեն ինչ զոհել էր իր համար, այդպես վերաբերվեր։ Մեղքը սկսեց աճել իր ներսում, ծանր ու խեղդող։ Նա վերցրեց բջջայինը, փորձեց զանգահարել տուն, բայց ոչ ոք չպատասխանեց։ Նա փորձեց պարանձեմի բջջայինը, բայց այն ուղիղ անցավ ձայնային փոստին։
Նա փորձեց զանգահարել մորը, բայց ապա հիշեց, որ նա նույնիսկ բջջային չուներ, նա երբեք անհրաժեշտ չէր համարել նրան մեկը տալ։ Տագնապն աճում էր մինչ անտանելի դառնալը։ Մոտ երեկոյան 10-ին նա այլս չդիմա։ Ցավ։ Վերցրեց իր իրերը, իջավ ընդունարան, վճարեց հյուրանոցի հաշիվը, նստեց մեքենան։ Նա ամբողջ գիշեր կվարեր, եթե պետք լիներ, բայց պետք էր հասներ տուն, պետք էր տեսներ մորը, պետք էր համոզվեր, որ նա լավ էր։ Ինչ-որ բան իր ներսում ասում էր, որ այլս ժամանակ չկա կորցնելու։ Նա վարում էր մութ ճանապարհով, մեքենայի լուսարձակները կտրում էին գիշերը, միտքը արագացած էր, վերհիշելով հիշողություններ, որոնք թաղել էր։ Հիշեց, թե ինչպես էր երեխա ժամանակ ընկնում ծնկը-վնասում, մայրը ամեն ինչ թողնում էր, իրեն խնամելու, զգուշությամբ լվանում էր վերքը, փչում էր, ցավը մեղմելու համար, այնքան սիրով վիրակապ էր դնում։ Հիշեց, թե ինչպես էր քննություններին սովորում, նա արթուն էր մնում մինչ ուշ գիշեր, նույնիսկ հոգնած աշխատանքից, պարզապես իրեն ուղեկցելու համար։ Հիշեց, թե ինչպես էր ընդունվել համալսարան, նա ուրախությունից լացել էր, նույնիսկ իմանալով, որ դա կնշանակեր, որ նա կհեռանար։ Հիշեց զոհաբերությունը, անվերապահ սերը, լիակատար նվիրումը։ Եվ ինչ էր նա արել փոխարեն։ Նա լքել էր նրան ծերության մեջ, բերել էր իր տունը։ Պրելու, բայց ուշադրություն չէր դարձրել, չէր պաշտպանել, թույլ էր տվել, որ իր կինը վատ վերաբերվեր նրան։ Արցունքները սկսեցին հոսել նրա դեմքից, երբ նա վարում էր։ Մեղքի արցունքներ, ինքն իր նկատմամբ զայրույթի արցունքներ, վախի արցունքներ, որ արդեն ուշ էր։ Նա հասավ Երան, երբ առը ծագում էր, մոտ առավոտյան ժամը 6-ին։ Նա բարձրացավ բնակարան, սիրտը թրթռում էր, ձեռքերը դողում էին, բանալին կողպեքում դնելիս։ Նա լուռ մտավ, բնակարանը դեռ մութ էր։ Նա ուղիղ գնաց մոր սենյակ, դանդաղ բացեց դուռը։ Տիրուհի Հեղինեն պառկած էր մահճակալին, արթուն, նայում էր առաստաղին։ Երբ նա տեսավ որդուն կանգնած դռան մոտ, աչքերը լայն բացեց զարմանքից, վախից։ Հրաչ։ Բայց դու չէիր ճանապարհորդում։ Ես վերադարձա, մամ։ Ես պետք է վերադառնայի։ Ես չգիտեմ, թե ինչպես բացատրեմ, բայց ես զգացի, որ պետք է այստեղ լինեի։ Նա մտավ սենյակ, նստեց մահճակալի եզրին, մոր դեմքին մոտիկից նայելով։ Եվ հենց այդ ժամանակ նա տեսավ լացից կարմրած ու այտուցված աչքերը, տեսավ տառապանքի հետքերը կնճռոտված դեմքին, տեսավ տխրության ծանրությունը, որը նա կրու էր։ Եվ ավելին, նա տեսավ վախը։ Նա վախենում էր իրենից, կամ ավելի ճիշտ, վախենում էր պարանձեմից, վախենում էր խոսելուց, վախենում էր, որ նա չի հավատա։ Մամ, ինչ է կատարվում։ Եվ խնդրում եմ, մի ասեք, որ ամեն ինչ լավ է։ Ես գիտեմ, որ չէ։ Ես պետք է ավելի շուտ նկատեի։ Ներեցեք, որ այդքան կույր էի։ Արցունքները սկսեցին հոսել տիրուհի Հեղինեի դեմքից։ Նա փորձեց խոսել, բայց խոսքերը դուրս չէին գալիս, զգացմունքը չափազանց ուժեղ էր։ Հրաչը բռնեց նրա ձեռքը իր ձեռքերի մեջ, հենց այդ ժամանակ նա նկատեց։ Ձեռքերը սառած էին, դողում էին։ Նրա մայրը սարսափած էր։ Մամ, խնդրում եմ։ Պատմեք ինձ, թե ինչ է կատարվում։ Եվ ապա, հեծկլտոցների միջով, տիրուհի Հեղինեն սկսեց պատմել։ Պատմեց նվաստացման ամիսների մասին, մշտական քննադատությունների մասին, անցանկալի բեռի պես վերաբերվելու մասին։ Պատմեց այն զրույցի մասին, որը լսել էր, հոսպիտալացման պլանի մասին, կեղծ փաստաթղթերի մասին։ Պատմեց նախորդ օրվա բախման մասին, այն մասին, թե ինչպես էր պարանձեմը ոչնչացրել իր հիշողությունները, պատռել լուսանկարները, ջարդել այն ամենը, ինչ նա ուներ։ Մենաթանկը։ Խոսքերը դուրս էին գալիս ընդհատված, խառնված լացի հետ, բայց հրաչը յուրաքանչյուրը լսում էր ցավոտ ուշադրությամբ։ Երբ նա ավարտեց, նա երկար ժամանակ լռեց, ամեն ինչ մարսելով։ Զայրույթը սկսեց աճել իր ներսում, մի զայրույթ, որը նա երբեք չէր զգացել նախկինում, մի կատաղություն, որը այրում էր կրակի պես։ Նա կտրուկ վեր կացավ մահճակալից։ Որտե՞ղ է տուփը, մամ։ Հիշողություններով տուփը։ Տիրուհի Հեղինեն դողդոջուն ձեռքով մատնացույց արեց պահարանը։ Հրաչը բացեց պահարանը, վերցրեց մայրու տուփը, դրեց այն մահճակալի վրա։ Նա դանդաղ բացեց այն, տեսավ ավերակները։ Տեսավ լուսանկարների պատռված կտորները, իր մանուկ հասակի դիմանկարները, իր հոր նամակները։ Նա վերցրեց մի կտոր, որտեղ դեռ երում էր Հովսեփի ժպտացող դեմքը, մեկ այլ կտոր, որտեղ երում էր ինքը, մանուկ, վազվզում էր բակում։ Յուրաքանչյուր կտոր դանակի հարված էր սրտին։
Նա դա արել է։ Նա ոչնչացրել է այս ամենը։ Արել է, որդիս։ Նա ասաց, որ ես արժանի չեմ հիշողություններ ունենալու, որ ինձ անցյալ պետք չէ։ Հրաչը փակեց աչքերը, ծնոտը սեղմված, ձեռքերը ուժեղ սեղմու։ Մեին լուսանկարի կտորները։ Այդ պահին ամեն ինչ պարզ դարձավ։ Այն ամենը, ինչ նա անտեսել էր, այն ամենը, ինչ նա թույլ էր տվել, այն ամենը, ինչին նա հանցակից էր եղել։ Նա ոչ միայն Պարանձեմի մանիպուլյացիայի զոհն էր, նա հանցակից էր։ Նա լքել էր մորը, երբ նա ամենաշատն էր իր կարիքը զգում, նա ընտրել էր հավատալ կնոջը, փոխանակ տեսնելու տառապանքը հենց իր առջ։ Ներեցիր ինձ, մամ։ Ներեցիր ինձ ամեն ինչի համար։ Ես սարսափելի որդի էի։ Ես թույլ տվեցի, որ դա անեն ձեզ հետ։ Ես թույլ տվեցի, որ ձեզ ցավեցնեն, որ ձեզ նվաստացնեն։ Բայց դա հիմա ավարտվում է։ Ես երդվում եմ, որ դա հիմա ավարտվում է։ Նա զգուշությամբ դրեց կտորները տուփի մեջ դուրս եկավ սենյակից, տանելով այն։ Նա ուղիղ գնաց այն սենյակը, որը կիսում էր Պարանձեմի հետ, ուժով բացեց դուռը։ Նա քնած էր, կողքի պառկած, դեմքը հանգիստ, ինչպես մեկը, ով խղճի խայտ չունի։ Հրաչը միացրեց լույսը, նա սարսափած արթնացավ, մի քանի վայրկյան պահանջվեց հասկանալու համար, թե ինչ էր կատարվում։ Հրաչ։ Բայց դու Գյումրիում չէիր։ Ես վերադարձա։ Եվ գտա սա այստեղ։ Նա տուփը դրեց մահճակալի վրա, բացված, ցույց տալով ավերակները։ Պարանձեմը նայեց տուփին, ապա ամուսնուն, համարձակություն ունեցավ ուսերը թոթվել։ Դա… Ես մաքրություն էի անում։ Այդ հին իրերը փոշի էին հավաքում, ոչ մի բանի պետք չէին։ Ոչ մի բանի պետք չէին։ Հրաչը կրկնեց, ձայնը ցածր, բայց զայրույթով լի։ Սրանք իմ մոր հիշողություններն են։ Իմ հոր լուսանկարները նամակներ, սենտիմենտալ արժեք ունեցող իրեր։ Եվ դու ոչնչացրիր ամեն ինչ։ Պատռեցիր, տրորեցիր, կարծես աղբ լիներ։ Պարանձեմը հասկացավ, որ իրավիճակը դուրս էր գալիս վերահսկողությունից։ Նա փորձեց փոխել տոնը, դնելով անհանգիստ կնոջ դիմակը։ Հրաչ, ես կարող եմ բացատրել։ Ձեր մայրը շփոթված է, նա լավ չէ իր գլխով։ Ես փորձեցի խոսել ձեզ հետ, բայց դուք երբեք չէիք ուզում լսել։ Այդ բաները միայն սնում էին նրա շփոթությունը, նա ժամերով նայում էր դրանց, մենակ խոսում էր։ Դա նրա բարօրության համար էի արել։ Նրա բարօրության համար։ Դուք ոչնչացրեցիք միակ բաները, որոնք իմաստ էին տալիս նրա կյանքին։ Դուք նրան նվաստացրեցիք, վատ վերաբերվեցիք, պլանավորեցիք նրան հոսպիտալացնել, տագործելով կեղծ փաստաթղթեր։ Դուք կարծում եք, որ ես ոչինչ չգիտեմ։ Իմ մայրը ինձ ամեն ինչ պատմեց։ Ամեն ինչ, Պարանձեմ։ Չարաշահումների ամիսների մասին, ձեր սպառնալիքների մասին, նրանից ազատվելու ձեր պլանի մասին։ Պարանձեմի դեմքը գունատվեց։ Նա բացեց բերանը հերքելու, բայց հրաչը թույլ չտվեց։ Մի փորձեք ստել։ Ես ձեզ չափազանց երկար եմ հավատացել։ Հավատացել եմ, երբ դուք ասում էիք, որ մայրը շփոթված է, որ նա մոռանում է բաները, որ նա հատուկ խնամքի կարիք ունի։ Բայց ճշմարտությունն այն է, որ դուք ամեն ինչ մանիպուլյացիայի էիք ենթարկում։ Դուք ուզում էիք ազատվել նրանից, որովհետև նա ձեզ համար անհարմարություն էր, որովհետև նա տեղ էր զբաղեցնում ձեր կատարյալ կյանքում։ Դուք դաժան եք, Պարանձեմ։ Դաժան հաշվարկային։ Եվ ես հիմար էի, որ ավելի շուտ չէի նկատել։ Պարանձեմը փորձեց փոխել ռազմավարությունը, այժմ անցնելով հարձակման։ Ուրեմն հիմա դուք կհավատաք շփոթված ձեր կնոջը, փոխանակ հավատալու ձեր սեփական կնոջը։ Այն ամենից հետո, ինչ մենք միասին կառուցեցինք, դուք ամեն ինչ դուրս կնետեք նրա պատճառով։ Դա նրա պատճառով չէ։ Դա այն է, ինչ ճիշտ է։ Իմ մայրը ինձ միայնակ է մեծացրել, ամեն ինչ զոհել է ինձ ավելի լավ կյանք տալու համար։ Եվ ես փոխհատուցեցի նրան այստեղ բերելով ապրելու թույլ տալով, որ դուք նրան վատ վերաբերվեք։ Բայց դա հիմա ավարտվում է։ Դուք այսօր դուրս կգաք այս տնից։ Եվ կարող եք մոռանալ իմ ունեցածի կեսը պահելու ցանկացած գաղափարի մասին։ Ես կհամոզվեմ, որ բոլորը հստակ իմանան, թե ինչպիսի մարդ եք դուք։ Պարանձեմը վեր կացավ մահճակալից, դեմքը ոլորված զայրույթից։ Դուք դրա համար կզղջաք, հրաչ։ Ես ձեզ կոչնչացնեմ։
Ես բոլորին կպատմեմ, որ դուք ինձ վռնդեցիք մի ձեր կնոջ պատճառով։ Ես կոչնչացնեմ ձեր հեղինակությունը, ձեր բիզնեսը, ամեն ինչ։ Կարող եք փորձել։ Բայց ես ճշմարտությունն ունեմ իմ կողմից։ Եվ ես ունեմ իմ մորը, ով ավելի արժեքավոր է, քան ձեզ նման 1000 կին։ Նա դուրս եկավ սենյակից, տանելով տուփը վերադարձավ տիրուհի Հեղինեի սենյակ։ Նա նստած էր մահճակալին, աչքերը լայն բացված, դեռ մարսում էր այն ամենը, ինչ լսել էր կիսաբաց դռնից։ Հրաչը մտավ տուփը դրեց նրա կողքին։ Մամ, ես դա կուղեմ։ Ես մասնագետներ կգտնեմ, ովքեր կվերականգնեն այդ լուսանկարների, նամակների, ամեն ինչի յուրաքանչյուր կտորը։ Դա կարող է ժամանակ պահանջել, բայց ես ձեր հիշողությունները կվերադարձնեմ ձեզ։ Եվ ավելին, ես ձեզ կվերադարձնեմ ձեր արժանապատվությունը, ձեր տունը, ձեր խաղաղությունը։ Մենք այլս այստեղ չենք մնա։ Այս բնակարանը երբեք իրական տուն չի եղել։ Ես ձեզ հետ կտանեմ դաշտ։ Ես նոր գեղեցիկ, հարմարավետ տուն կկառուցեմ նույն հողատարածքում, բայց Դիլիջանում մոտ այն վայրին, որտեղ դուք ծնվել մեծացել եք։ Եվ ես էլ կգնամ ձեզ հետ։ Ես կվաճառեմ այս ընկերությունը, կպարզեցնեմ իմ կյանքը, կվերականգնեմ կորցրած ժամանակը։ Որովհետև ես հասկացա, որ հաջողությունը ոչ մի բան արժեք չունի, եթե ես կորցրել եմ միակ մարդուն, ով իսկապես կարող է ճանապարհին։ Տիրուհի Հեղինեն չէր կարողանում խոսել։ Արցունքները հոսում էին դեմքից, բայց այժմ դրանք այլ արցունքներ էին։ Թեթացման, հույսի, մի սիրո արցունքներ, որը քնած էր եղել, բայց վերջապես արթնանում էր։ Հրաչը ծնկի իջավ մահճակալի կողքին գրկեց մորը, իսկ նա էլ գրկեց նրան, ամուր սեղմելով, կարծես վախենում էր, որ դա երազ է։ Նա ցանկացած պահի կարող էր արթնանալ։ Հաջորդող օրերը փոխակերպման օրեր էին։ Հրաչը կատարեց իր տված յուրաքանչյուր խոստումը։ Նա վարձեց հին լուսանկարների վերականգնման լավագույն մասնագետներին, ուղարկեց յուրաքանչյուր պատրված կտոր, յուրաքանչյուր թղթի բեկոր, յուրաքանչյուր կոտրված առարկա։ Մինչ նրանք սպասում էին աշխատանքի ավարտին, նա իր ամբողջ ժամանակը նվիրեց մորը։ Նրանք ժամերով զրուցում էին, վերհիշելով պատմություններ, որոնք նա մոռացել էր, լսելով նրանից պատմություններ, որոնք նա երբեք չէր լսել նախկինում։ Նա բացահայտեց դժվարությունների տարիների մասին, հոր մահից հետո այն գիշերների մասին, երբ նա մենակ էր լացում, բայց արթնանում էր ժպտալով իրեն չանհանգստացնելու համար, այն դեպքերի մասին, երբ նա զրկանքների էր դիմել, որպեսզի ինքը ունենար այն ամենը, ինչ իրեն պետք էր։ Որքան շատ էր լսում, այնքան շատ էր աճում մեղքը, բայց նա աճում էր հիացմունքը։ Այդ փոքրիկ ու փխրուն կինը հսկայական ներքին ուժ ուներ, նա աշխարհը կրել էր իր ուսերին, երբեք չէր բողոքել։ Եվ նա, փոխարենը, անփույթ էր եղել, բացակա, թույլ էր տվել, որ իր սիրելի կինը ոչնչացվի մեկի կողմից, ով արժանի չէր նույն սենյակում լինել նրա հետ։ Պարանձեմը բնակարանից դուրս եկավ մեկ շաբաթից էլ քիչ ժամանակում։ Ամուսնալուծությունն արագ էր անզիջում։ Հրաչը բավարար ապացույցներ ուներ հարկադիր հոսպիտալացման պլանի, մանիպուլյացիաների, հոգեբանական բռնությունների մասին։ Նա փորձեց պայքարել, փաստաբաններ վարձել, սպառնալիքներ անել, բայց ի վերջո հասկացավ, որ պարտվել էր։ Նա հեռացավ նրանց կյանքից, իր հետ տանելով միայն իր հագուստը, իր դառնությունը։ Երբ վերականգնված լուսանկարների առաջին նմուշները սկսեցին հասնել, տիրուհի Հեղինեն չհավատաց իր տեսածին։ Դրանք նույն լուսանկարներն էին, որոնք պատրվել էին, բայց հիմա նորից ամբողջական էին։ Մասնագետները անթերի աշխատանք էին կատարել, միացնելով յուրաքանչյուր փոքրիկ կտորը, վերականգնելով գույները, կյանք վերադարձնելով այդ պատկերներին։ Հովսեփը նորից ժպտաց այդ հարսանեկան լուսանկարում։ Մանուկ Հրաչը նորից նայեց տեսախցիկին այդ հետաքրքրասեր աչքերով։ Նամակները վերականգնվեցին, բառ առ բառ, նախադասություն առ նախադասություն։ Հրաչը պատվի։ Լեց յուրաքանչյուր վերականգնված լուսանկարը շրջանակել թանկարժեք փայտե շրջանակներով։ Եվ ապա կատարեց իր ամենամեծ խոստումը։ Վաճառեց Երանի բնակարանը, պարզեցրեց իր բիզնեսը, մոր հետ վերադարձավ Դիլիջան։ Բայց ոչ հին կավից տուն։ Նա նույն հողատարածքում կառուցեց նոր տուն, գեղեցիկ, հարմարավետ, մեծ պատուհաններով, որոնք թույլ էին տալիս արի լույսին ներս մտնել, հսկայական բակով, լի ծաղիկներով, պտղատու ծառերով, պատշգամբով, որտեղից երում էր ամբողջ հովիտը։ Եվ գլխավոր հյուրասենյակում նա ստեղծեց մի ամբողջ պատ, նվիրված վերականգնված լուսանկարներին։ Մեկ առ մեկ, խնամքով շրջանակված, մեղմ լույսով լուսավորված, կազմելով հիշողությունների որմնանկար։
Այնտեղ էր Հովսեփը, այնտեղ էր Մանուկ Հրաչը, այնտեղ էր տատիկը, ում տիրուհի Հեղինեն հազիվ էր ճանաչել, այնտեղ էին երջանկության, պարզության, իսկական սիրո պահեր։ Յուրաքանչյուր լուսանկար վկայություն էր արժանապատվորեն ապրած կյանքի մասին, մի պատմության, որն արժանի էր պատվել հիշվել։ Այն օրը, երբ տունը պատրաստվեց, նրանք վերջնականապես տեղափոխվեցին, տիրուհի Հեղինեն երկար ժամանակ կանգնած մնաց այդ պատի առջ։ Նա նայում էր յուրաքանչյուր լուսանկարին, մատներով դիպչում էր շրջանակներին, զգում էր, թե ինչպես է սիրտը լցվում մի զգացմունքով, որը չէր կարողանում անվանել։ Դա երախտագիտություն էր, թեթացում էր, սեր էր, տուն վերադառնալու զգացում էր, ոչ միայն լուսանկարները, այլ սեփական ինքնությունը վերականգնելու զգացում էր։ Հրաչը նրա կողքին էր, լուր դիտելով նրան։ Երբ նա վերջապես շրջվեց նրան նայելու, արցունքներ էին հոսում նրա դեմքից, բայց դա լավ լաց էր, երջանկության լաց։ Շնորհակալ եմ, որդիս։ Շնորհակալ եմ իմ կյանքը վերադարձնելու համար։ Շնորհակալ եմ վերադառնալու համար։ Շնորհակալ եմ, որ վերջապես ինձ տեսաք։ Նա գրկեց նրան, դեռ զգալով մեղքի ծանրությունը, բայց նա զգալով ինչ-որ նոր բան, որն աճում էր իր ներսում։ Դա խաղաղություն էր։ Դա նպատակ էր։ Դա այն համոզմունքն էր, որ նա ճիշտ ընտրություն էր կատարել։ Ես եմ ձեզ շնորհակալ, մամ։ Երբեք ինձանից չհրաժարվելու համար, նույնիսկ երբ արժանի չէի։ Ինձ սիրով մեծացնելու համար, ինձ այն արժեքները սովորեցնելու համար, որոնք ես մոռացել էի, բայց որոնք դեռ այստեղ էին։ Եվ ինձ իմ սխալները շտկելու հնարավորություն տալու համար։ Ես գիտեմ, որ չեմ կարող վերադարձնել տառապանքի ամիսները, որոնք դուք անցել եք, բայց կարող եմ ձեզ տալ իմ կյանքի մնացած մասը։ Եվ հենց դա էլ կանեմ։ Նրանք մնացին այնտեղ գրկախառնված, մինչ արը մայր էր մտնում Դիլիջանի լեռների վրա, երկինքը նկարելով նարնջագույն վարդագույն գույներով։ Եվ շատ ժամանակ անց առաջին անգամ տիրուհի Հեղինեն զգաց, որ խաղաղության մեջ է։ Պատի լուսանկարները ոչ միայն անցյալի պատկերներ էին, այլ կամուրջներ, այնինչ եղել էր, այնինչ կարող էր լինել։ Դրանք ապացույց էին, որ նույնիսկ երբ ամեն ինչ կորած է թվում, նույնիսկ երբ դաժանությունը փորձում է ոչնչացնել ամենաթանկը, իսկական սերը ուժ ունի վերականգնելու, վերակառուցելու, կյանքի վերադարձնելու այն, ինչը հավերժ մեռած էր թվում։ Հրաչը կատարեց իր խոստումը, ավելի շատ ժամանակ անցկացնել մոր հետ։ Նա պարզեցրեց իր բիզնեսը, որպեսզի կարողանա տնից աշխատել, կեսօրները նվիրեց նրա հետ դաշտում զբոսնելուն, նրա պատմությունները լսելուն, հին բաղադրատոմսերը սովորելուն, որոնք նա անգիր գիտեր։ Դանդաղորեն տիրուհի Հեղինեն նորից դարձավ այն, ինչ միշտ եղել էր։ Լույսը վերադարձավ նրա աչքերին, ժպիտը վերադարձավ նրա շուրթերին, ուրախությունը վերադարձավ նրա սրտին։ Եվ Հրաչը, տեսնելով նրան նորից ծաղկելիս, հասկացավ մի հիմնարար ճշմարտություն, որը նա մոռացել էր մեծ քաղաքի կյանքի շտապողականության մեջ։ Իսկական հաջողությունը չի չափվում փողով, սոցիալական դիրքով, շքեղ բնակարաններով։ Այն չափվում է սիրելու, հոգ տանելու, նրանց համար ներկա լինելու կարողությամբ, ովքեր իսկապես կարող են։ Այն չափվում է պատշգամբում նստած պարզ կեսօրներով, մայրամուտը դիտելով, թռչունների կանչը լսելով, լեռներից իջնող քամին զգալով։ Այն չափվում է անկեղծ ժպիտներով, իրական գրկախառնություններով, ընդհանուր հիշողություններով։ Այն չափվում է հետ դառնալու քաջությամբ, երբ հասկանում ենք, որ սխալ ճանապարհ ենք ընտրել, կտոր առ կտոր վերակառուցելու այն, ինչն իսկապես արժեք ունի։ Եվ այնտեղ, այդ նոր, բայց հոգով լի տանը շրջապատված Դիլիջանի լեռներով, մայրն ու որդին բացահայտեցին, որ երբեք ուշ չէ նորից սկսելու համար, որ իսկական սերը գոյատում է նույնիսկ ամենադաժան փոթորիկներին, որ ի վերջո, կարորը ոչ թե այն իրերն են, որոնք մենք կուտակում ենք, այլ այն մարդիկ, ում ընտրում ենք սիրել պաշտպանել։ Պատի լուսանկարները այդ ճշմարտության լուռ վկայությունն էին, հիշեցնելով բոլորին, ովքեր կմտնեին այդ տուն, որ կյանքը կազմված է հիշողություններից։ Որ այդ հիշողությունները, երբ կառուցված են սիրով, անքակտելի են։ Դրանք կարող են պատռվել, կոտրվել, սպառնալիքի տակ լինել, բայց երբեք լիովին չեն ոչնչացվի։ Որովհետև իսկական սերը, այն, որ մայրը ունի իր որդու հանդեպ, որը որդին սովորում է փոխհատուցել, երբ վերջապես բացում է իր աչքերը, ուժ ունի վերականգնելու նույնիսկ այն, ինչը հավերժ կորած էր թվում։